Այսօրվա պլանը սենց է, նախ все-таки նորից լեկցիա ենք անում, միտքը նա է, որ եկեք լավ, եկեք, վայ, դարսպես փակեցի բանը, միտքը նա է, որ լավ եկեք, այսօր է մի հատ է լեկցիա անենք, դե լավ, շուտվանից գործնական չի եղել, բայց մի քիչ է դիմանանք, այս մի հատ լեկցիայով տակը մնացած բոլոր նյութերը փակենք ու արդեն հանգիստ սրտով անցնենք մի քանի հատ գործնական անենք, մի հատ երկու հատ ինձ թվում է ու Չէ, հաջող մաքուր Python, բարև գրադարաններ, այտենց պլանն է։ Այսօրվա պլանը սա է։ Նախ անցնելու ենք մի հատ data class կոչված բանը, որը որ ինչքան է տարօրինակ չլինի, class-ը, որը data պահող բաների համար է շատ-շատ հարմարացնում կյանքը։ Հետո կբացահայտենք, թե այս որ այսքան տարի է range ենք, այսքան ամիս է range ենք գրում, բայց տպում ենք ինչ որ բերում է range օբյեկտ, ասում ենք, այս ինչ է, այս խի է, սենց բան, կհասկանանք այդ range-ը իրականում իրենից ինչ է ներկայացնում ու ավելի ճիշտ ոնց որ այդ ընտանիքը, այտենց ֆունկցիաների, այտենց բաների ընտանիքը իրենից ինչ է ներկայացնում։ Հետո կգնանք կասենք, դե լավ, այսքան մեր կլասների վրա, կլասերի գումարում, կլասի առաջի էլեմենտ, հազարը մի բան սովորել ենք անել, եկեք մի հատ էլ սովորենք մեր սարքած կլասի վրա ցիկլ պատտվել ու վերջում է կասենք այն որ with-ով գրում էինք, ինչ որ մագիայով ֆայլը կարողանում էր ինքը վերջում փակի, եկեք տեսնենք, իսկ մենք ոնց կարանք ինչ որ բան անենք, որ մինչև ծրագրի աշխատանք ու ծրագրի աշխատանքից հետո նախնական ու վերջնական քայլեր անի, այդ էլ context manager-ը կոչվում։ Այս 4 բանը ծածկենք ու պրծ։ Նաև այսօր կգրենք մի հատ փուճուրիկ կոդ բան անելու համար, թիմերի բաժանվելու համար ու բան։ Ու մի քանի հատ պրոյեկտ կներկայացնեմ, պրոյեկտի տարբերակ։ Արդեն հետո թիմերը իրար մեջ կորոշեն, ով ինչ պրոյեկտ է ուզում անի ու կանցնեն անելու։ Պլանը հետևյալն է, հարցերի դեպքում համեցեք կամ նշումներ կամ ցանկացած բան։ Եթե չէ, արդեն անցնենք բուն կոդին։ Իրեք, երկու, մեկ։ Okay։ Նե գնացինք։ Բանին կպած է, այսենց։ Նախ ստեղով կգտնեք բավականին լավ նյութեր, հատկապես այս Argent Codes-ը շատ լավն է։ Այս իմ նյութը հիմնականում այս Argent Codes-ի նյութի վրա է հիմնված հենց։ Ուհա, եկեք անցնենք գործի։ Պատկերացնենք ունենք մի հատ class, անունը person, մարդ։ Այդ մարդը ունենա ինչ որ անուն, ազգանուն ու մի հատ ինչ որ ID։ Այսքան օրինակ John Smith 509։ Այստեղ մի հատ sense որպես նշում, սա բավական օգտակար ու սիրուն է աշխատելու, երբ որ հենց class-ներ ունենք, որոնք որ նախատեսում են, որ պետքա ինչ որ տվյալներ իրենց մեջ պահեն, հենց դրա համար է data class-ը կոչվում, էլի, այդ գաղափարը, որին որ հեսա կանցնենք, բայց ամեն դեպքում ստեղ արդեն մի քիչ փուֆոտ բաներից այնա, որ պետքա բռնենք այսքան def init, այստեղ first name, last name եւ այլն նշեինք, հետո ստեղ հատիկ self get-ով ամեն մեկին ընդգծեինք, այստեղ նաև չի նշվում ինչ-ինչ տվյալների տեսակ ունի, դրա հուշումը չկա։ Այս բայց մեր սկզբնական ունեցած բանն է, մենք այս գիտենք։ Վատ չի, ահա որ չի, բայց հեսա տեսնենք ոնց կարա էլ ավելի ֆանտաստիկան ասա։ Նախ ոնց որ sense որ սա տպում ենք, ինքը բերում է այսպես main person object at տտտտտ։ Polymorphism-ի դասից կարող է հիշեք, որ եթե մենք ուզում ենք մեր ուզած print-ը լինի, պետքա կամ ավելացնենք str magic մեթոդը, կամ կա նաև իր մի քիչ ավելի տեխնիկական բարեկամ wrapper-ը։ Wrapper-ը գալիս է represent բառից, որտեղ որ հիմնականում նշում ենք, թե ինչա պետք աշխատացնել, որ կարողանանք վերարտադրենք այդ մարդուն։ Այսինքն այս դեպքում այս մարդուն վերարտադրելու համար պետք է աշխատացնել person John Smith 509, չէ՞։ Այսինքն class-ը ստեղծելու համար ինչ աշխատացնել։ Այդ wrapper-ը կարող ենք սարքենք, ստա ասենք wrapper self person փակագծերի մեջ self get first name, store get self get last name, self get ID name։ Սա որ աշխատացնենք,
Արդեն print-ը սա է բերում։ Ինչով ստեղ վրոջի միշտ սովորականի պես է, մենակ թե ասենք հիմա եթե թազա մարդ ավելանա, թազա բան, օրինակ full name, որ կլինի իր անուն ազգանունը, կամ չէ, full name չէ, եկեք թող լինի nickname, իր մականունը, դրա համար պետք է գամ ստեղ մի հատ ավելացնեմ, ու չմոռանամ գամ ստեղ մի հատ ավելացնեմ, ու ամեն անգամ պետք է միշտ լրացուցիչ որպես գլխացավ հիշեմ, որ վայ հանկարծ չմոռանամ, վայ հանկարծ չմոռանամ։ Այ հիմա ինչ է անելու մեր data class-ը։ Ինքը մեզ օգնելու է նենց անել, որ այս init-ը ու այս wrapper-ը ավտոմատ գեներացվեն։ Առանց մեր այս self կետիկների հազարավոր, առանց մեր այս return yes-ի ինչի, ու սա որպես տենց մինիմալ օգտակար բան մեր data class-ից է տալնելու։ Հեսա կտեսնենք նաև ինչ ուրիշ սիրուն բաներ ունի։ Ոնց ենք վարվում։ Ահա։ Հիմա մենք ուզում ենք այս class-ի պահելաձևը փոխենք։ Այսինքն նենց անենք, որ init-ը ու wrapper-ը ուրիշ ձև աշխատեն։ Հիմա երբ որ ուզում ենք ֆունկցիաների դեպքում, օրինակ, եթե ուզում ենք նենց անենք, որ այս ֆունկցիան մի ձև էր աշխատում, հիմա նենց անենք, այդ ֆունկցիան մի քիչ ուրիշ ձև աշխատի, դեկորացնենք այդ ֆունկցիան, պահելաձևը փոխենք, ինչ որ ձևով ընդլայնենք իրան։ Օգտվում ենք դեկորատորների, չէ՞։ Նույն կոնցեպտով կարանք դեկորացիա անենք class-ը։ Մեզ ուղղակի պետք է ներմուծել այդ դեկորատորը, որ ուզում ենք, այդ դեպքում մեր մոտ data class կոչվողն է ինքը, ասում ենք from data class-ից import data class։ Ու ուղղակի հիմա ես գալու եմ այս person-ի գլխին դնեմ շնիկ, ասեմ շնիկ data class։ Սրանից հետո ինչ գրելաձևով կարամ վարվեմ, ուղղակի գալիս եմ, գրում եմ first name ու type hint-երի պես, ֆունկցիաների type hint-եր են երկրորդ դասից անցած, նշում եմ իրա տվյալների տեսակ, string, last name, string, ID number, string, սա որ աշխատացնեմ, նայք, class person, first name հավասարը John, last name հավասարը Smith, ID number հավասարը 509։ Համ ինիցիալիզացիա արվեց, համ սիրուն wrapper տվեց մեզ։ Վուալա։ Այս այլի կխորանանք, բայց մի հատ մինչև ստեղ հարց է ժողովուրդ։ Ինչ մաքուր է։ Okay։ Նաև ստեղ շատ չնշվեց, բայց եթե մի հատ ուրիշ person 2 ունենայինք, ու ինքը լիներ օրինակ նույն մարդը, նույն ամեն ինչով, մենք կարենք նաև ասենք p1-ը հավասար է p2, սա էլ ստուգեինք։ Այսինքն init ու wrapper-ը ասացի, որ ավտոմատ ստեղծվում է, բայց նաև հավասարություն ստուգելու բանն է ստեղծվում magic method, այսինքն EQ-ն էլ է ստեղծվում։ Հա, բայց ստեղ ժողովուրդ, մի հատ էլ կարևոր նշում, որ այն ժամանակ, երբ որ type hint-երը ասում ենք, դե type hint-ը էլ դրեք չի խանգարի, հուշում թող լինի, ըստեղ հենց կոնկրետ դրեք առանց դնելու արդեն այդքան լավ իրան չի պահելու, սա։ Ինչը իրականում իմ կարծիքով, սուբյեկտիվ կարծիքով շատ ընտիր բան է, որտեվ ստիպում է, որ բռնի նորմալ դիր, type hint-երը գրի, ինչը շատ լավ է։ Եկեք տեսնենք ոնց կարանք նաև default արժեքներ ունենանք։ Նախ սովորական default արժեք ունենալու համար զուտ կարանք գրենք հավասար ինչ-որ բան, օրինակ email հավասար չունի։ Բայց նաև մենք կարանք այդ default արժեքները ոչ թե ստանանք ֆիքսած բան գրելով, այլ ինչ-որ ֆունկցիայի միջոցով։ Այստեղ ոնց որ այս սաղ ինֆորմացիայի բաները կարանք անվանենք ոնց որ դաշտեր է։ Այս դաշտում լրացրու սա, այն դաշտում դա։ Այդտեղ այս տերմինն ենք օգտագործում։ Ու data class-ից կներմուծենք field կոչվող ֆունկցիան, field նշանակում է հենց դաշտ։ Ոնց կարանք վարվենք, եթե օրինակի համար այս datetime-ից date մեթոդը կա, որ կարանք գրենք date get now, ու ինքը կասի հիմա ինչ ներողություն, date get today, now չէ։ Date get today, datetime get now էր։ Ինքը կասի այսօր ինչ օր է։ Եթե մենք ասենք ուզում ենք սա որպես պահենք հենց այդ class-ը ստեղծելիս, այսինքն մարդուն ստեղծեցինք, պահենք այդ օրվա օրը, օրինակի համար։ Կամ չգիտեմ, ասենք ուզում ենք այդ ID-ն պահենք, ամեն անգամ մի հատ պատահական ID գեներացվի, ուզում ենք ամեն մարդու ստեղծելուց այդ պատահական ID-ն գեներացնենք։ Այսինքն, ասած ինչա, default արժեք ենք ունենում,
բայց այդ default արժեքը ոչ թե լինում է ասես մեր տառ կտով, այլ լինում է ինչ-որ ֆունկցիայի վերադարձրածով։ Այդ այնց դեպքերում կարանք օգտվենք սիրուն մեր field կոչվածից։ Գրում ենք field, հիմա պետք է ասենք ոնց որ սենց ասած ում շնորհիվ է արտադրվում այդ արժեքը, այսինքն ինչ արտադրամաս է օգտագործվում արժեքը ստանալու համար, այդտեղից է ոնց որ գալիս է default factory գործարանը նշանակում արգումենտը, գրելու ենք default factory, մյուտ արեցի, այդ default factory-ին գրում ենք հավասարա ու մեր ֆունկցիան ենք տալիս, օրինակ date get today, կարևոր է, որ ֆունկցիան չենք աշխատացնում, աշխատացնելը իր գործն է, մեկ էլ եթե ուզում ենք օրինակ դատարկ ցուցակ լինի կամ դատարկ ինչ-որ mutable object լինի, այս էլ եթե կհիշեք ֆունկցիաների երկրորդ դասում այն որ տար օրինակ պահելաձևեր էր լինում, երբ որ գրում էինք ուղղակի հավասարա դատարկ list, տեսնում ենք ինչ որ մի բանը աշխատացրինք, մյուսը փոխեց, որովհետև այնտեղ նույն բջջի վրա էին գալիս հղվում։ Հիշում եք, որ ասում ենք դե պետքա գրենք հավասարա none, հետո մեջը ասենք եթե is none նոր դատարկ list-ու այդ այնց լիքը խառագլխացավեր ունեինք, որոնք որ ստեղ էլ է պետք հաշվի առնել, ու եթե ուզում եմ դատարկ list լինի, չեմ գրի այսպես։ Կգրեմ field default factory ու հավասարա list, որ ինքը ամեն անգամ list ֆունկցիան կանչի ու թազա բջիջի մեջ տեղադրի իրեն։ Մի հատ այսքանը եթե տեսնենք ինչի մեզ բերեց, հիմա եթե ուղղակի այս մարդուն սարքեմ, նայեք իր համար այս email-ը կա, իր համար է sign up date-ը կա, որը 2025-06-20 եղավ, այսօրվա օրը հենց, ու իր համար list-ն է դատարկ list-ը։ Այս պայդրությամբ ոնց որ շատ խելացի, ահա որ հարմար dictionary ենք ունենում, էլի մենք։ Այ հիմա էլ մի հատ լրեմ տեսնեմ հարցեր կա, թե չէ ժողովուրդ։ Ահա, մհեր լսում եմ։ Եթե մեզ պետքա որ օբյեկտ ստեղծելուց այդ կոնստրուկտորով ինչ որ գործողություն կատարվի, այդ դեպքում պետքա մենք նշենք օրինակ էլի self first name, հավասարա first name, թե այդ ամեն ինչին ավտոմատ անում ու մեզ մենակ դատարկ init-ա պետք տալ ու մեր այդ գործողությունը։ Հա, մեզ ոնց որ init-ի հետ կապված ոչ մի բան պետք չի անել, սաղ տակից կատարվում է, բայց կարող է ինչ-որ բաներ լինի, որ սկզբնական արժեքները տալուց հետո կուզեինք անեինք։ Օրինակի համար ունենայինք ամբողջ անունը իրա, որը կլիներ այս first name գումարած last name-ը։ Այդ այնց բաների համար հեսա կտեսնենք, որ կա մի հատ init-ից հետո կոչվող մեթոդ host init, որը որ այն ամեն ինչ ինչ սա չի ծածկել, գալիս ծածկում ենք։ Okay։ Լավ։ Շատ բարի։ Այդ հեսա կտեսնենք։ Էլի հարցեր, ժողովուրդ, եկեք հարցեր։ Վստահ լինենք, որ լավ հասկացել ենք։ Չաթում հարցը տվա։ Վայ, ես չաթում մենակ բարև ձեզ նեի տեսել։ Հա, վայ, բարև ձեզի տակ բան կար գրած։ Ահա, կներեք։ Նորից կասեք field-ը ինչի համար էր։ Հա, field-ով իրականում հեսա field-ի էլի կիրառություններ ենք տեսնելու, բայց այս պայդրությամբ մենք field-ը օգտագործել ենք նրա համար, որ կարողանանք տանք ինչ-որ default արժեք, ոչ թե զուտ հստակ արժեք գրելով, այլ ինչ-որ ուրիշ ֆունկցիայի վրա հույս դնելով։ Այսինքն մենք ուզում ենք default-ով իր արժեքը լինի այսօրվա օրը։ Այսօրվա օրը չենք կարա բռնենք, ֆիքսենք, գրենք սենց 2025 06 տտ, որտեղ ամեն օր փոխվելու է, պետքա օգտվենք այդ ֆունկցիայից, որը վերադարձնում է այդ օրը, date get today ֆունկցիայից։ Ու դրանից օգտվելու ինտերֆեյսը, սենց ասած դրան ներարկելու այս date sign up date ատրիբուտի մեջ, այդ էս field ֆունկցիան է, որ ասում ենք field, ասում ենք default factory-ին հավասարա ու այդ ֆունկցիան, որը պետքա աշխատացվի։ Կամ օրինակ ուզում ենք դատարկ list սարքենք, դատարկ, այսինքն որ գրեմ դատարկ list կլինի, չէ՞։ Ոչ թե գրում ենք list-ը հավասարա դատարկ list, այլ ասում ենք list-ը հավասարա ու կոպիտ ասած այսա ենք անում, բայց սա տակից է աշխատում։ Այսինքն մենք ուղղակի հղում ենք անում, ասում ենք կգնաս list ֆունկցիան կաշխատացնես։ Field-ը այս պահին այդ միջնորդն է, որ մեզ թողում է արժեքը տեղադրել ըստ ինչ-որ ֆունկցիայի վերադարձի։ Okay։
Կարամ մի հատ փորձեմ ավելի դանդաղ։ Ահա։ Հա, շատ բարի։ Նարինա, լսում եմ։ Հայ ջան, բայց եթե այն մյուս լիստ ձևով գրեք, ինքը էլի լրիվ նորմալ կաշխատեր, հա։ Մի Եթե հոգու համար, որ օգտագործենք, հա, ամեն ինչ մաքուր է։ Բայց եթե սկսեցինք արդեն երկու հատ տարբեր մարդ ունենալ, երկուսն էլ հղված են լինելու այն լրիվ նույն, այսինքն նույն բջջի մեջ դրած, նույն դարակի մեջ դրված դատարկ լիստին, ու այդ զուգահեռ օգտվելը խնդիրների էր բերելու, հա, էլի իսկ նույն sense ձևանց։ իրանք առանձին են ստեղծվելու, եթե երկու հատ եղել ենթադրենք, հա։ Ահա, սենց ոնց որ այս list ֆունկցիան կանչեցինք, դրեց, ասենք, առաջին դարակի մեջ։ Մի հատ էլ Ահա։ կանչենք, կդնի երկրորդ դարակի մեջ ու այդ երկու դարակները իրար հետ չեն փոխազդի ոչ մի ձև։ Հա, всё, ինձ ոնց որ ակնհայտ երևաց ինչի համար ինքը պետք է դա էլի։ Լավ, մերսի շատ։ Դες մերսի։ Ահա, եկեք հարցեր։ Լավ։ Մեզ մնաց երկու բան, այս field-ի հետ կապված մի քանի նշումներ ու այդ init-ից հետո եկող բանը։ Նախ ոնց կարանք ինչ-որ բաներ ասենք, արի դու պետք չի init-ի մեջ լինես, այսինքն ըստեղ նշենք իրան, բայց չպահանջենք որպես input, օրինակ ինչ-որ մի հատ գաղտնի կոդ լինի, որ ներմուծելուց չտրվի։ Այս ձևով որ գրում ենք, ամեն ինչ init-ի մեջ մտնում է, պետքա ընդգծենք, ասենք, init-ի մեջ մի ներառի։ Այդ անում են գրելով օրինակ field-ը field init հավասարա false։ Սա որ աշխատացնեմ, տեսեք, աշխատեց։ Այս 4 բանը չտվեցի, աշխատեց։ Եթե սա չլիներ, կասեր բա secret code-ը։ Այսինքն ասում ենք այդ ինիցիալիզատորը սարքելուց այս մի բանը խնդրում եմ անտեսի։ Նաև եթե օրինակ ուզում ենք արժեքը տանք, բայց չենք ուզում այդ արժեքը ցուցադրվի, կարանք ստեղ ասենք wrapper հավասարա false։ Եկեք ստեղ մի հատ print անենք այս բան։ Նայեք, հիմա init հավասարա false-ը ջնջել եմ, պահանջում է կոդ, ահա տվեցի, նայեք, բայց ցույց չի տալիս։ Հիմա սա որ ջնջեմ, ցույց տալիս է։ Որ ասում եմ wrapper-ի մեջ մի ներառի, այսինքն ստեղ գրում եմ հավասարա field wrapper հավասարա false։ Արդեն այս մեր գաղտնի կոդը գնաց։ Այսինքն field-ին այս init ու wrapper ատրիբուտներով կարանք շատ սիրուն անջատենք ու միացնենք ինքը ներառի դա թե չէ։ Կարանք նաև ոնց որ այդ հավասարություն ստուգելուց, ասենք, իրան անտեսի գրելով compare-ը հավասարա false, այս hash-ը չխոսանք սրա մասին, բայց հա, այսպես պատմություններ։ Ու դժվար, մյուս գաղափարն էլ նա, որ օքեյ, ինիցիալիզացիա արեցինք սաղ այս արժեքները, բայց ինչ եթե ուզում ենք այդ ինիցիալիզացիայից հետո էլի ինչ-որ բաներ անենք, չէ՞, մենք կարանք, չէ, ասենք class person օրինակ, ու ստեղ լիներ Nav to այսքանը հետ վերի, def init։ Հիմա ես կարայի, չէ, սրանից հետո ասեի self get full name-ը հավասարը ասենք այս առաջին name, երկրորդ name։ Կարայի, չէ, ասել օրինակ if self get name-ը հավասարա ու ինչ որ մարդում չենք սիրում, հավասարա, եկեք գրեմ ազոտ այս պահին, raise ինչ որ բան։ 1000 մի բան կարամ, չէ, անեմ init-ից հետո։ Init-ը մենակ այն սկզբնական վիճակն է, որ օքեյ, ես վերցրեցի արժեքները, ես արժեքները դրեցի ատրիբուտներում։ Բայց ինքը դրանից ավելի հզոր բան է։ Կարանք լիքը ուրիշ բաներ արենք։ Այսինքն sense ասած, սա այն հիմնական կոնստրուկտորի կտորն է, այն տեսանկյունից, որ ատրիբուտների մեջ, այս ֆունկցիայի արգումենտները տեղադրվում է ատրիբուտների մեջ, բայց դրանից հետո էլի բաներ կարանք անենք։ Հիմա եթե ուզում ենք ինչ-որ բաներ անենք դրանից հետո, մեզ ուղղակի պետք է գալ ու բռնել սարքել ոչ թե init մեթոդ, այլ post init, init-ից հետո։ Էլի գա այսա տակի գծիկ, ու այս init-ից փոխարեն ուղղակի post init։ Ու հիմա ստեղ գրելաձևը մի քիչ դժվար է, ասում ենք object get set attribute self full name ու հետո արժեքը որ պետք է տեղադրվի, բայց սրա գաղափարը ինչն է, որ ինքը օբյեկտին տեղադրում է ատրիբուտ, որ ատրիբուտը full name-ը։ Full name-ի արժեքը ինչ է լինում? First name probable last name։ Օրինակ սա որ աշխատացնեմ ու ասեմ p-get full name John ու Smith-ի համար, ինքը տվեց John Smith։ Հա։
Հարցեր ժողովուրդ, ինչով ստեղ։ Այս set-ատր, get-ատր բան իրենք նրանով են լավը, որ եթե ուզում ենք օրինակի համար մի հատ ցուցակ ունենք տարբեր բաների, sense name եւ այլն, եսիմ ինչ, ուզում ենք հերթով փոփոխականներ սարքենք, ասենք name-ը հավասար է եւ այլն, հարց է գայս, ոնց կարող եմ այս string name-ը դարձնեմ փոփոխական name։ Այդտենց բաներում բավականին օգնում են, որ հիմա full name string-ը դառնա full name անունով փոփոխական ատրիբուտ ստեղ։ Բայց այդ ձեռի հետ նշում ուղղակի էլի։ Հարցեր։ Հա, ուրեմն ձեր բարձրեք, եթե հարց կա, ես շատուկի էլի անմյութի հնարավորությունը անջատեմ ապահով լինելու համար։ Դա լավ, մի հատ է բան ասեմ ու էլի հարցեր։ Python-ում կոնստանտ որպես այդպեսին դե գիտենք, որ չկա, մի քիչ սուտ պահ է, բայց ամեն դեպքում ինչ որ չափով իլյուզիաներ կարանք ստանանք նաև այս կլասների համար։ Օրինակի համար ստեղ անուն, ազգանուն եւ այլն տվել եմ ու ուզում եմ, որ ոչ մեկ չկարանա հիմա անունը բռնի ջնջի փոխի։ Ջնջի կամ փոխի կամ մի խոսքով։ Ոնց գրած է, այտենց էլ պետքա մնա անպայման։ Իսկ ոնց կարամ սառացնեմ են տրված արժեքները։ Այդտեղ գալիս է արդեն այս data class դեկորատորին ատրիբուտ տալը, ասելով frozen-ը հավասար է true։ Էլի ատրիբուտներ կա, որ կարանք տանք, օրինակ ինիցիալիզացիա չանի, wrapper չանի, ընդհանրապես այս slots-ն էլ մի քիչ հիշողության օպտիմիզացիայի հետ կապված բան է, կարակ բան, այդ Arjun Coates-ի վիդեոում նայեք, եթե ուզում եք ավելի խոր այս ամեն ինչ հասկանաք։ Բայց մի խոսքով, եթե ես իմաստը գրեմ frozen հավասար է true ու ասեմ get first name, ասեք frozen instance error cannot assign to field first name։ Չի թողում։ Արժեքները տեղադրած է, չի թողում արժեք տեղադրել։ Վերջ, սառացրած է եղել։ Հիմա եթե սա false լիներ, խնդրեմ, ոնց ուզես փոխենք, ոչ մի խնդիր։ Չի բողոքում։ Բայց եթե frozen true, ուրեմն վերջ։ Գիտենք, որ այն արժեքները, որոնք որ այս p instance-ին տրվել են, երբեք չեն կարա փոփոխվեն։ Կարա ինչ որ մեկը գա բռնի ասի p-ն հավասար է person 8000 արժեքներ տա։ Ստեղ չգիտեմ։ Խնդիր չկա։ Բայց ոնց որ Python-ում սրա դեմ խաղ չկա։ Նույն ձև ոնց եթե ասենք s-ն հավասար է ABC, չեմ կարող ասեմ C0-ն հավասար է BBC, բայց հանգիստ կարամ ուղղակի ասեմ s-ն հավասար է BBC, չէ՞։ Այսինքն փոփոխականի մակարդակով փոփոխությունները սառեցնել փոփոխականի մակարդակով փոփոխություններից փախնել հնարավոր չի։ Բայց գոնե այսենց frozen հավասար է true-ի միջոցով կարանք անենք։ Ուժորդ մի հատ էլ նշում, որ ոնց որ այստեղ ասացի, հա, սենց ինիցիալիզացիա ենք անում եւ այլն, բայց նենց չի սրանով վերջացավ։ Կլասների պես սովորական կարող գնա, ասենք, եթե ինչ որ ֆունկցիա ունենք, որ ամեն կլասում կարանք ունենանք բնականաբար, ասենք սենց պիրամիդա է տպելու պանիրների, կարանք ուղղակի գանք որպես լրացուցիչ մեթոդ իրան գրենք, ոչ մի խնդիր։ Հանգիստ կաշխատի։ Այսինքն այս ամեն ինչը ուղղակի հավելումներ են ինիցիալիզացիայի, ռեպրեզենտացիայի հավասարի ու նաև դեֆոլտ արժեքների որոշ չափով կյանքը հեշտացնելու համար։ Ու всё։ Իրենք նես չի պետքա մտածենք, ասենք, ուզում ենք ոչ սովորական class օգտվենք, կորցնենք SSS բաները։ Չէ, հավելում են իրենք։ Բարի, հարմար, դրական հավելում բան են իրենք։ Ու նաև չնշեցի, բայց եթե նկատեցիք, ոչ մի բան install չեմ արել։ Այս data class-երը գալիս են բուն Python-ի հետ միասին։ Ու այս սրանով արդեն իսկականից վերջացավ այս բանը, data class-ների հետ նյութը, հենց որ համեցեք։ Ահա, ասում եմ։
Հաճեմ, բայց ես ինչքան որ տեսել էի կոդեր, միշտ այն մեր ստանդարտ ձևերով է գրվում, առանց այս բանի էլի, այդ data class-ների։ Ուզում հասկանամ, իրա ինչ որ հատուկ առավելություն ունի, որ ինչ որ միտեղ օգտագործվում է, թե ուզում հասկանամ, ինչի, եթե ինքը այդքան լավն է, չի բոլոր դեպքերում չի օգտագործվում, թե ինքը ինչ որ հատուկ տեղերում մեծ առավելություն է տալիս։ Որտեվ ես միշտ հիմնականում միշտ նենց եմ տեսել, կամ չգիտեմ, կարող է ես եմ քիչ տեսել, չգիտեմ։ Ինչ կոնտեքստում Թեկուզ այդ կոդեր, որ գրում են, այն մեր հին ձևերով են, առանց այս data class-ի օգտագործման եմ տեսել, որ գրվել է կոդերը, ուզում հասկանամ ինքը հատուկ ինչ որ կիրառության ոլորտ կա, տեղ կա, թե չէ, ինքը ուղղակի ավելի խորը իմացության դեպքում է լավ կիրառվում, ավելի հասկանալի կիրառվում, չգիտեմ։ Ես երևի կասեի ոչ են, որովհետև ես օրինակ լիքը տեղեր տեսել եմ սենց բան, data class-ներ, ու նաև ասենք input-ի վալիդացիա բանման, օրինակ pydantic մի հատ կա, որ էլի շատ նման ձևով ասենց data մոդելներ ասենց ասած սարքվում, իսկ այդ pydantic-ն էլ օգտագործվում է օրինակ back-end development-ի մի հատ fast API կոչվող շատ ահավոր տարածված բանի հետ ու մենակ այդտեղ ահավոր շատ միանգամից կիրառություններ է գալիս այս կոնցեպտի հենց տվյալագիտական կոնտեքստում եմ շատ տեղեր տեսել Այդ է ուզում ասել, մեքենայական ուսուցման մեջ ինքը սենց է հիմնականում օգտագործվում կլասները, այս data class-ներով է օգտագործվում։ կախված է կլասի էությունից, այսինքն ինչա պետք անել։ Այստեղ եթե նայենք թե ինքը ինչ գլխացավ է մեզ հեշտացնում, ինքը մեզ շատ հեշտացնում է init wrapper-ի ու այդ ամեն ինչի գլխացավի։ Էդ էլ ոնց որ ով չի ուզի sense բան ունենա, էլի։ Ամբողջ հարցը է, որ եթե ինքը ընդհանուր ավելի լավն է, քան նախորդը, երբ թե միշտ պետքա sense գրելը ավելի, ոնց ասեմ, եթե ինքը ավելի լավն է, քան նախորդը, սա կօգտագործվի, էլի, ինչի համար նա օգտագործել։ Իմ կարող եմ ոնց որ տարբեր կոդեր ենք տեսել sense-ից, բայց ես տեսել եմ որ հենց լիքը օգտագործվել է, էլի, որովհետև տենց Չէ, ոչ թե ասում եմ չի օգտագործվել, ուզում եմ հասկանալ, կարող է ինչ որ հատուկ տեղերում օգտագործում, թե բոլոր դեպքերում ինքը կիրառելի է ու ավելի հասկանալի է։ Ես երևի կասեի բոլոր տեղերում կարող է ոնց որ մի քիչ ինքը նախ ինքը մի քիչ թարմատել է Python-ում, ասենք որոշ բաներ այդ default factory բանի հետ կապված, եթե չեմ սխալվում, հենց ինչ որ Python 3.7-ից էին, եթե չեմ սխալվում ավելացել, մենք էլ 3.12-ի վրա ենք, չէ, 3.14-ի վրա ենք, այսինքն նենց չի տենց շատ շուտվանից լիքը բան եղել է, կարող է դրա համար, օրինակ հին կոդերում շատ քիչ լինի, բայց հիմիկվա տենդենսը եթե նայենք, ինչ թվում է գնալով ավելի ու ավելի շատ կոդերում է հանդիպելու էլի դա, ու նաև օգտագործելու տեսանկյունից ինչ որ համատաբար ծանր բան չի, դրա համար ոնց որ արժի օգտագործել, էլի։ Ահա, մերսի շատ։ Շատ բարի։ Հարցեր, ցանկացած բան, ժողովուրդ։ Այս data class-ներից այսքանն էր, ուրիշ բան չեմ ասելու, ոնց որ համեցեք։ Հարցեր։ Դե լավ։ Կներեք։ Գնացինք գեներատորներ թեման։ Այստեղ էլի լավ նյութերի հղումներ ա դրած։ Ահա։ Ու դեռ range-ով եկեք մոտիվացնենք, որ այստեղ ասում ենք range, ասում ենք որ range տեսակի օբյեկտ է, ու այստեղ է որ գրում ենք print range 1-ից 3, ինչ որ չէր տպում, ուղղակի ասում էր range 1-ից 3, չէր ասում 1, 2։ Ու նաև մյուս հիշեցումն էլ, որ երբ որ այսենց ուզում ենք comprehension գրենք, եթե tuple չգրենք սրա առաջը, ասել էր ինչ-որ գեներատոր օբյեկտ, gen expression, add եւ այլն։ Ինչ գեներատոր, այս ինչ բան է։ Կամ խի ենք range օգտագործում ընդհանրապես։ Մի թեթև հենց for-երի թեմայի ժամանակ նշել էինք խի ենք range օգտագործում, բայց մի հատ որպես կրկնություն եկեք համատենք այս երկու բանը։ Մեկը ասում ենք for i in ու 0-ով գրած 1 2 3 4 5 6 7 8 9 10 նույնն է ինչ եթե sense գրեի list range 1-ից 10, այսինքն ուղղակի ուզում սա ցուցակը լրիվ գրվում է։ Մի բանա որ գրեմ for i in range 1-ից 11,
ու նույն բանը աշխատացնեմ, դե լրիվ նույն արդյունքն է, որտեղ լրիվ նույն բանն են անում, ցույցտեղ բնականաբար տարբերություն չկա։ Բայց եթե նայեմ ինչքան քաշ ունեն, այսինքն ինչքան ծանր են, քանի բայտ են զբաղացնում այս օբյեկտը ու այս, այդ ես կարամ անեմ գրելով get size of այս magic մեթոդից օգտվելով։ Նայեք ինչ ասում։ Ասում է այս առաջի լիստը 120 բայտ է, այս մյուսը 48 байт է։ Okay։ Եկեք այս լիստին ավելացնենք մի հատ թիվ, թող լինի 10-11։ Այս range-ն էլ 1-ից 11-ի փոխարեն դարձնենք 1-ից մինչև 000 մի խոսքով ամպի չափշած 0-ներ։ Ու նայենք հիմա չափերը ինչքան է։ Նայեք, այս մեկին մի հատ ավելացրեցինք, 120-ից դառավ 136, այս մեկի range-ը շատացրեցինք միլիարդ մնաց 48։ Ինչի՞, որտեղ էս մեր range բարեկամը ինքը իրան պետք է իմանալ 3 հատ թիվ։ Որտեղից սկսեմ։ Okay։ Մինչև որտեղ գնամ։ Okay։ Թռիչքս ինչքան է։ Այդ որ ինքը իմացավ, ինքը հիմա կարա հիշողությունում պահի ասի։ Start-ը հավասար է կամ եկեք ասենք current-ը, այս պահին եղած թիվը հավասար է 1-ի։ Կանավ թող լինի start-ը հավասար է 1։ Սա պահեց։ Ու 1-ի համար աշխատեց։ Հետո ասում է, okay, այս մեր current թիվը, այս պահին եղած թիվը թող լինի 1 գումարած, step-ն էլ գիտենք, որ 3 է, այդ էլ ենք ֆիքսել ու end-ը գիտենք, որ 10 է։ Հիմա այս մեր start-ին, եկեք էլի գրեմ start դարձրեց 1 գումարած 3։ Հիմա իրան պետք է մտքում պահել 10, 3 ու 4 թվերը։ Ստեղից ստացավ սա։ Հաջորդ քայլով ինքը ուղղակի պահելու է 10, 3 ու 7 թվերը։ Հետո մի հատ էլ է գնալու ու տենց ուղղակի ի վերջո գալու է բանին հասնի։ Գալու է 10-ին հասնի բրծնի, այսինքն սա գործողության համար, այս սաղ ցիկլը աշխատացնելու համար պետք է 3 թիվ պահել։ Դրա համար ստեղել 48 ինվարիանտ էր։ Չփոխվեց կախված բանից, կախված range-ի միջակայքից չփոխվեց հիշողությունում, քանի բան է պահվում։ Okay, բալավ, հիմա հարցը առաջանում հասկացանք։ Այտենց հատիկ-հատիկով է գնում։ Բա դա ո՞նց է կազմակերպվում։ Այստեղ արդեն պետք է գանք նայենք, թե ֆունկցիան ու գեներատորը ինչով են տարբերվում իր աշխատանքի ձևով։ Երբ որ մենք ասում ենք 1-ից 10 թվերի լիստի համար աշխատի, ինչ է արվում։ 1-ից 10 թվերը հավաքվում է ասենց մի հատ լիստի մեջ, այս լիստը փոխանցվում է ֆունկցիային, նայեք, հեսա ուղարկեց ֆունկցիային, ու այս ֆունկցիան հիմա հարթով իրենց մշակում է 1, 2, 3, 4 եւ այլն։ Մինչդեռ ինչ է անում գեներատորը։ Գեներատորը միանգամից հատիկ-հատիկ է գնում։ Աշխատեցի 1-ի համար, աշխատեցի 1 գումարած 3, 4-ի համար, աշխատեցի 7-ի համար։ Այս ձևով ամեն պահի պահվում է մի հատիկ էլեմենտ, մի հատիկ թիվ, всё, ավել բան պետք չի։ Դե չէ, այն սկիզբ ու վերջն էլ է պահվում range օրինակով, բայց ընթացքը, ոնց որ մշակումը տեղի արվում մի թվով։ Ոչ թե սաղ հավաքել իրար գլուխ, ուղարկել, այն մեկն էլ սաղ իրար գլուխ հավաքած մշակի։ Չէ, հատիկ, սիրուն մշակում է։ Այդ գեներատորի կոնցեպտը։ Եկեք մի հատիկ օրինակ նայենք ու հարցեր լսենք։ Նայենք մի հատ օրինակ, որ քառակուսի է բարձրացնում ինչ որ թվերի ցուցակ։ Քառակուսի բարձրացնել, որ վերցնում է թվեր, մի հատ դատարկ լիստ է սարքում ու for in թվեր հերթով անցնում է ամեն մեկի քառակուսին ավելացնում է փենդանում ու վերադարձնում է քառակուսիները։ Հիմա եթե վերցնեմ -5-ից 5 թվերը ու ասեմ print քառակուսի բարձրացնել թվեր, ինքը սաղ քառակուսի բարձրացրեց։ Ու եթե մեզ պետք է բոլոր թվերը քառակուսիներով միանգամից ունենալ, խնդիր չկա, դե պետք է sense ավանդական ֆունկցիա օգտագործենք, ինչ արած։ Բայց եթե մեզ օրինակ խնդիրը, որ մարդը հերթով թվերը ասում, մենք իրան պետքա պատասխանենք քառակուսիները, ոչ թե իրանք ասենք մի հատ խնդրում եմ թղթի վրա գրի ամեն ինչ քեզ պետքա, դու մենք էլ մի հատ ուրիշ թղթի վրա կգրենք մնա պատասխանները քեզ հերթով կտանք,
Այլ չէ, սովորական մարդկային խոսակցություն կարելի գա ասի 5, մենք ասենք 25, գա ասի 4, մենք ասենք 16։ Ու այտենց հատիկ գնանք առաջ։ Այդա կազմակերպելը ոնց է արվում։ Ասում ենք էլի def քառակուսի բարձրացնել թվեր։ Հիմա էլ ցուցակ չեմ սարքում դատարկ, որովհետև չեմ հավաքելու ինչ որտեղ սաղ ուղարկեմ։ Ուղղակի ասում եմ for i-ին թվեր ու ասում եմ yield i քառակուսի։ Այս yield i քառակուսի նշանակում է ոնց որ դուրս նետիր, ուղարկիր հետ in քառակուսին։ Ուրեմն ինչա տեղի ունենալու, այստեղ եթե ասում եմ էլի թվերը հավասար է list range -5-ից 5 ու տպեմ քառակուսի բարձրացնել թվերը, տեսնում ենք, որ սա դառավ գեներատոր օբյեկտ քառակուսի բարձրացնել ըթ եւ այլն։ Հիմա այս մեր գեներատորը հատիկ հերթով բաներ է գեներացնելու։ Թազա արժեքներ է գեներացնելու։ Ահա։ Եթե այստեղ ասեմ քառակուսի բարձրացնել թվեր, այսա, ու ասեմ դե ինձ հաջորդ թիվը տու, ինքը այս next-ի միջոցով է աշխատում։ Գրեմ next քառակուսի բարձրացնել, տվեց առաջի թվի քառակուսի։ Մի հատ է աշխատացնեմ։ Հա, ներողություն, պետք է մի հատ սա հավասարացնեմ ինչ-որ բանի, եթե ասեմ օրինակ գեներատորը հավասար է քառակուսի բարձրացնել թվեր։ Հիմա եթե ասեմ next generator, տվեց 25։ Մի հատ է աշխատացնեմ, տվեց 16, մի հատ էլ 9, ու սենց հատիկ, հերթ հաջորդ արժեքը մեզ տալիս է։ Սա այս մոտեցումը ոչ միայն օպտիմալ էր հիշողության տեսանկյունից, նաև կարա օրինակ մեքենական ուսուցման կոնտեքստով կարա ուղղակի ասենք չանելը լինի մաքսիմալ անտրամաբանական։ Օրինակի համար կա մի հատ data augmentation գաղափար, augment անել նշանակում է ընդլայնել, շատացնել, որտեղ որ եթե օրինակ նկարներ ունենք, ու ուզում ենք այդ նկարների բազան մեծացնենք, ասենք ունենք նկարներ, ասենց ուղիղ նկարածա, ուզում ենք մեր ալգորիթմը կարողանա, ասենք պտտած նկարներն է գուշակի, կամ ասենք գուշակի սև սպիտակ նկարները, գուշակի մի քիչ գույները շեղված բաները։ Իսկ ուզում ենք տարբեր ձևով ձևափոխենք, թազա նկարներ ստանանք։ Շատ տրամաբանական է այդ ձևում սարքել գեներատոր, որ հերթով հաջորդ նկարը վերցնում է, պտտում է այդ նկարը, վերադարձնում է պտտած տարբերակը։ Հետո էլի ենք ուզում, էլի է տվյալ պետք, դրա հաջորդն է վերցնում, վերադարձնում է։ Ու այդ կարանք հենց անենք նենց, որ միանգամից վերադարձնի մշակենք, որ էլ հիշողության վրա էլ շատ ծանրաբեռնվածություն չլինի, որովհետև ասենք լիքը նկար եթե ունենք, ուզենանք իրանց վերսիաները սարքենք ձևափոխած ու էդ էլ պահենք, արդեն կարող գլխացավ դառնա հիշողության տեսանկյունից։ Ու տենց գեներատորները այս գաղափարը, որ հատիկով ենք շարժվում, ոչ թե միանգամից ամեն ինչով, ահա որ օգտակար գաղափար է դառնում։ Այստեղ էլ հռեմ, տեսնեմ հարցեր կան, թե չէ։ Հարցեր։ Okay։ Ուժոր, եթե ուզենք օրինակ հերթով բոլոր թվերի վրայով անցնենք, կարանք ցիկլ պտտվենք գեներատորի վրա։ Ասենք for i-in generator print i, ինքը սենց հերթով բոլոր թվերով կանցնի։ Ու հիմա եթե բոլոր թվերով անցել վերջացնելա մի հատ էլ ասեմ next generator, ինքը ասելու է stop iteration, որովհետև պրծավ թվերը, էլ չկա հաջորդ աշխատելու բան։ Հա։ Այս թե տակից ինքը ոնց է հասկանում, որ իտերացիան վերջացնի, կամ ոնց է հասկանում հաջորդ արժեքը որ վերցնի եւ այլն, կամ ընդհանրապես ցիկլը ոնց է աշխատում։ Այդ սա գաղափարները արդեն իտերատորների թեմայի ժամանակ հաջորդը կնայենք, ու մենք ինքներս կսովորենք այս next մեթոդը գրել, որտեղ իր տակից աշխատում է is հրաշք մեթոդը։ Այդ սա հեսա կտեսնենք, բայց հələ մի հատ գեներատորները տեղը գցենք։ Ու comprehension-ի տեսքով գեներատոր սարքելը, եթե ուզում եմ հերթով հատիկ այս -5-ից 5 թվերի քառակուսիները ստանամ, կարող եմ ուղղակի sense կլոր փակագծերի մեջ գրեմ իրան, ինչը առաջի հայացքից կթվա որպես tuple comprehension, բայց դե արդեն սովորեցինք, որ չէ, ինքը tuple comprehension չի, ինքը գեներատոր օբյեկտ է։ Հիմա ես կարող եմ ասեմ next generator։ Ինքը տա 25։ Իսկ օրինակ ինչ կլինի, եթե ես ասեմ list քառակուսիներ, ինքը կբռնի այս 25-ը, որ գրեցի, արդեն ոնց որ ստեղ տրվեց, արդեն հաջորդից սկսած մնացած ամեն ինչը
հավաքվեց լիստի մեջ։ Դե լիստի աշխատելու ձևն էլ նա, որ ինքը բռնում է ու հերթով ինչքան էլեմենտ կարա հավաքում է ու հենց բրծավ էլեմենտները ստոպ է տալիս, sense ցուցակ ենք ստանում վերջում։ Այդ պատճառով էլ օրինակ, որ մենք ստեղ գալիս ասում էինք list range -5-ից 5, ինքը մեզ այդ ինչակայքը ամբողջությամբ ցույց էր տալիս։ Այսինքն այս list-ը այնքան է next կանչում սրա վրա, այսինքն ասում է next եւ այլն, next եւ այլն, next եւ այլն, ու սա հավաքում ցուցակի մեջ։ Մինչև չհանդիպի այդ stop iteration կոչվող բանին, exception-ին, որ դրա ժամանակ stop-ա տալիս։ Այս ամեն ինչը տակից ավելի մանրամասն կնայենք, բայց մի հատ եկեք հասկանանք գեներատորները օքեյ են, թե չէ։ Էլի ահագին ավելի արագ են գնում, քան ես նախատեսել էի, հենց որ կարակ արխային լիքը հարցեր տակ, ես էլ այսօր գնացքից չեմ ուշանում, հենց որ լրիվ հանգիստ լիքը հարցեր տվեք, էլի, կարանք ինչ-որ բան կրկնենք էլ։ Հինգ, 4, 3, 2, 1։ Okay, դե գնացինք իտերատոր, iterable գաղափարներին, ու որ ասում ենք for e in range, այդ in տեսանք, այս ումա ովքեր են մեղավոր, որ գրում ենք for e in range, ոչ թե for x in range, այստեղ կրկին լիքը նյութեր, որտեղ շատ ավելի լավ է բացատրվում։ Ահա։ Եկեք գնանք հասկանանք ոնց է աշխատում for cycle-ը։ Ասենք անհավասար է 1 2 3, լավ եկեք ասեմ list։ Ու for e in list print e։ Տակից ինչ է աշխատում։ Օրինակ, որ ասում ենք list 0, իմացանք, որ տակից աշխատում է list get item 0-ն։ Որ ուզում ենք ասենք list 1-ը, կամ որ ասում ենք print list, տակից աշխատում էր list get str մեթոդը։ Բա ցիկլի տակից ինչ է աշխատում։ Մագիայով չի աշխատում։ Պետք է մի ձև այս for-ը իմանա թե այս list-ի հետ ոնց վարվի։ Այս list-ը class է, չէ՞։ Հիմա այդ class-ի պատասխանատվությունն է ինքը սահմանի իր հետ կատարվող գործողությունները։ Օրինակ, որ set-ին չենք կարող ասենք այս 1 2 3-ին չենք կարող ասենք 0, այդ set-ի մեղավորությունն է, ինքը չի սահմանել թե իրանից ոնց առաջի էլեմենտ վերցնել։ Նույն ձև էլ list-ը սահմանել է իր վրա ոնց cycle պատտվեն։ Մեր գրած class-երը չեն սահմանել։ Մենք չենք ունեցել դա։ Դե եկեք սովորենք ոնց կարանք անենք։ Այսինքն ես չեմ կարող գրեմ for e in կարգին հաղորդում։ Այդ մեր class-ից չեմ կարող օգտվել, որովհետև չեմ սահմանել։ Դե գնացինք սահմանելու։ Ինչ է աշխատում իրականում էլի էս for list-ի ծակից։ Աշխատում է այս, եկեք կներեք էս, եմ ագրե։ Հա, վայ, ան չեմ փոխել։ Այստեղ լավ էս էլ մի քիչ այդքան է բան չի։ Այստեղ եթե next գրեմ մի անգամից, այս list-ը չի աշխատի։ List-ի վրա կարանք cycle աշխատացնենք, next-ով մենք տենց հաջորդ արժեքներ ստանալն ենք, չի անում։ For-ը գործնել, այնքան հաջորդ արժեքը վերցնի, մինչև բրծնի արժեքները։ Հենց ուղիղ next ls-ը չենք կարող գրենք, բայց եթե գանք ու որտեղ ստեղ եթե նայենք նաև այս ls-ի տեսակը ինչ է, ստեղ գրեմ type ls-ը, ինքը list տեսակ է։ Եթե ուզում ենք նենց սարքենք, որ իր վրա հենց ուղիղ միանգամից կարանանք next-երով բանով մենք կազմակերպենք հերթով էլեմենտներով անցնելը, պետքա գրենք iter, որ ինքը դառնա իտերատոր։ Iter ls-ը։ Սրանից հետո ինքը դառնում է ոչ թե list, այլ list տակի գծիկ իտերատոր օբյեկտ։ Ահա։ Ու արդեն կարելի է գրել type text, հա, ներողություն, ստեղ ls-ը պետքա գրեի։ Ու արդեն եթե ասեմ next iter, ինքը նայեք հերթով ամեն մի էլեմենտով անցնում է։ 1 2 բրծավ։ Այս տեղի ունեցավ։ Դե եկեք գնանք մենք կազմակերպենք այս ամեն ինչը։
Բայց մի հատ все-таки на всякий стоп там նորմալ է մինչև հիմա ամեն ինչ։ Okay. Լավ է, որ նորմալ է։ Ահա։ Եկեք մենք էլ սարքենք մի հատ ինչ որ լիստի ուրիշ տարբերակ սարքենք, վրազող լիստ։ Որ օրինակ սովորական լիստը sense թռնում է 1 2 3-ով, մերը թող sense 2 2 հատիկով թռնի, այսինքն 1 3 ու հետո ամեն ոնց որ ամեն երկրորդ էլեմենտով պատտվի, էլի sense ասած։ Այդ դրա համար քայլ առ քայլ գանք։ Ստեղ նախ նկատեցինք, որ ինչ որ էական բաներին iter-ը, որը տակից դա տակի գծիկ iter-ներ։ Ու այս next-ը, որն էլ իր հերթին տակից այս տակի գծիկ next-ն է։ Դե մեզ ինչ է պետք անել։ Մեզ նախ պետքա սահմանել տակի գծիկ iter self method։ Ու իր մեջ մա ոչ բան չեմ գրում ժողովուրդ։ Այս սրա դերը այն է, որ մենք հայտարարում ենք ամբողջ աշխարհին, ասում ենք, գիտեք ինչ, մենք ունակենք ցիկլ պատտվելու, մի քիչ գրավորական սերով լավ չի հնչում, գիտեք ինչ, մեր վրա կարակ ցիկլ պատտվեք։ Մենք դրա հնարավորությունը ունենք։ Սա հələ դեռ ուղղակի հայտարարություն է։ Այս բանին հələ չունենք, որտեվ չգիտենք հաջորդ էլեմենտը ոնց ստանանք։ Մեզ պետքա սկսել, այդ սկսելու համար այդ հայտարարությունը արվում, որ մենք իտերատոր ենք։ Ու հետո պետքա հատիկ էլեմենտներով անցնել։ Այդ դրա համար այդ հաջորդ էլեմենտն էլ next-ով է արվում։ Այս բանին հələ ունեմ այս iter-ը, ահա։ Ոստեղ սա որ նայում ենք ինքը ինչ որ վրազ list օբյեկտ է ուղակի, իր վրա ցիկլ պատտվել։ Չենք կարողանում, որտեվ այս iter-ը վերադարձել է մեզ ինչ որ not interable object, non-type տեսակի։ Հա։ Ստեղ որտեվ իրականում մի քիչ թերի ասացի, pass եմ գրել, ոչ մի բան չեմ վերադարձրել։ Բայց ինչ է տեղի ունենում։ Մենք որ ուզում ենք ցիկլ պատտվենք այս սրա վրա, ասում ենք for e in a։ Այստեղ i-ով եմ լիստը բանում, որտեվ այստեղ մոռացա լիստ դարձնեմ փոփոխականի անունը։ Երբ որ ուզում ենք իր վրա ցիկլ պատտվենք, այդտեղ այդ հարցումն է արվում։ Դու իտերատոր ես, թե չէ։ Աշխատում է այս iter-ը ու ինքը պետք է մեզ վերադարձնի օբյեկտ, որի վրա որ կարելի է իտերացիա անել։ Այդ հիմնականում զուտ նշանակում ոնց որ վերադարձրու ինքդ քեզ։ Այստեղ գրում եմ return self։ Որ երբ որ սա աշխատացնենք, այստեղ լինի ոնց որ a իտերատոր հավասար է iter a ու հետո հերթով արվի next a iter եւ այլն։ Մի քիչ ոնց որ կարող է բան թվա, արհեստականոտ process թվա, այն տեսանկյունից, որ դենա միանգամից խենք ասում իտերացիա վերադարձրու ինքդ քեզ ու անցի գործի։ Կարող է մի քիչ ոչ ինտուիտիվ լինի, իմ մոտ էլ նենց է շատ իդեալական նստած չի, թե խիա պարտադիր այսա պետք, բայց ես ինձ բացատրել եմ այդ ալիգորիայով, որ ոնց որ անցնում ենք այդ ռեժիմին։ Այսինքն մի հատ ունենում ենք այդ իտերացիայի միացնելու գործիքը, այս iter-ն է, որ մեզ վերադարձնում է հենց self-ը։ Ու արդեն իր վրա next-ով ֆռալով գնում ենք։ Այցա, եկեք մի հատ next-ն էլ տեսնենք։ Այստեղ next-ով ինչ եմ արել։ Ուզում եի 2 հատիկով թռնի, չէ՞։ Դե ես մեր վրազ լիստը թող list ընդունի, ու այդ list-ին պահի։ Ու թող index ունենա, օրինակ 0-ից սկսի։ Ու մենք ինչ պետք է անենք։ Պետք է վերցնենք այս բանին եղած արժեքը վերադարձնենք, չէ՞։ Self-get list վերադարձնի self-get index-ը։ Ու index-ը 2-ով մեծացնենք, որ հաջորդ էլեմենտը դառնա արդեն երկրորդը, չորրորդը եւ այլն։ Հիմա սա եթե ունեմ, ու իրան աշխատացնեմ, ոչ թե այստեղ լինի 1 2 3 4 5, այդ դրա վրա աշխատի, այլ հիմա լինի վրազ list, հենց մեր բանն է։ Սա արդեն մեր class-ն է, մեր օբյեկտն է։ Իրա վրա կարամ ասեմ for e in a list index out of range, okay, ընդունելի է։ Բայց տեսանք, որ այս մեր վրազ list-ի վրա ինքը sense 1 3 5 սիրուն պատտվեց գնաց։ Իսկ ուղակի for e in Այստեղ ուղակի for e in 1 2 3 4 5-ը
աշխատելու էր ուղղակի մինչև 5-ը ու ստոպ տար։ Մի հատ եթե իմի բերենք, պարտադիր սարքում ենք տակի գծիկ iter magic մեթոդը, որը ուղղակի return self-ը անում, որ ընդգծենք, որ մեր վրա կարելի է իտերացիաներ անել։ Ու այս next-ի միջոցով էլ սահմանում ենք, թե ամեն անգամ աշխատացնելիս ինչ պետք է տեղի ունենա, ու for-ը, արդեն for-ի գործը դա է, որ այս for-ի տակից տեղի է ունենում an դարձնել իտերատոր a ու հերթով անել next a ու ստեղ սա իրականում արվում է, քանի դեռ stop iteration չի գրանցվել։ Մեզ այդ մի բանն է պակաս, որ նայեք այս ցիկլը stop տվեց։ Մեր ցիկլը անհամ ցիկլ է, չգիտի երբ պետք է արդեն stop տա։ Նայեք 1.3.5-ից հետո եղավ index error, որտեվ փորձեց 7-րդ տպի, նեղություն 0.246-րդ տպի, այսինքն մարդավարի ասած 7-րդը, էդ էլ արդեն չկար։ Որտեվ այս next-ը չգիտի երբ պետք է սուս մնա։ Գրած չի իրան, երբ ինքը stop պետք է տա։ Հեսա դա էլ կավելացնենք, բայց միջև այդ մի հատ եկեք հասկանանք, որ ամեն ինչ օքեյ է։ Դե լավ։ Դե ժողովուրդ, եթե այդ for cycle-ը ստուգում է, որ այդ իտերացիայի stop error-ը raise արվի, մեզ մնում է raise անել։ Մեր գործը դա է մնում։ Այսինքն ստեղ գալու ենք այս next-ում, ասենք, եթե index-ը ավելի մեծ է, քան list-ի երկարությունը, վերադարձրու stop iteration։ Ու պարտադիր հենց այս on-ով stop iteration պետք է վերադարձնենք։ Ու հիմա սա, եթե ստեղ աշխատացնենք, ասենք, հերթով 3 տպի, 5-ից հետո stop տվեց, որտեվ հաջորդի համար stop iteration-ը raise արվել, ու էլ պետք չէր աշխատել իրան։ Ինքը արդեն ընդգծվել էր, որ արդեն վերջացել է։ Լավ։ Օհա, սա ոնց որ եթե while-ով կազմակերպելու լինեինք, սենց ասած կլիներ այսա։ While true try in հավասարան next։ Եթե լավ եկեք ուղղակի թիվը տպելը լինի, քառակուսի չէ։ Հա, ներողություն, աննորից սահմանենք, որովհետև ստեղ որ աշխատացեցի պրծավ թվեր է, էլի։ Հիմա աշխատացնենք։ Ընդմիշտ հերթով հաջորդ էլեմենտ վերցնելով գնում է, հենց stop iteration-ը լինում, break-ը լինում։ Դե այսքանն էլ մեր իտերատորներից։ Իսկն արդեն մեր սարքած կլասների վրա կարանք նաև ցիկլ պատտվենք։ Չգիտեմ ձեզ ոնց, բայց ինձ էս ամեն ինչը ահագին ժիգարով ոգևորում էր, էլի սովորելուց այն տեսանկյունից, որ սաղ կյանքը for-ս օգտագործում, եկե պարզվում է դու ինքդ կարաս սահմանես for-ը ոնց աշխատի։ Շիտ for-ի տակից ինչ է աշխատում գիտես ու նենց անես այդ for-ի տակից աշխատող բանը կատարվի։ Դու կարաս ասես առաջին էլեմենտը վերցրու իմ բանից։ Դու կարաս ասես print-ը ոնց է աշխատում։ Արդեն եկել լրիվ իջել ենք դե լրիվ չէ, իջել ենք ֆունդամենտի վրա, ոնց ուզում սենց իրականության այդ լարերը սենց խաղում ենք, սենց նվագում ենք ակորդներով բանով իրենց վրա։ Չգիտեմ, ինձ հավես է այս ամեն ինչը։ Նենց ես իմիջ գժական շատ մակարդակի պրակտիկայում չեմ տեսել սովորական կոդերում բռնեն մարդիկ կլաս սարքեն, որտեղ որ իտերատոր կընդգծվի next մեթոդով եւ այլն, ու բայց ընդհանրապես ոնց որ այս OOP-ի գաղափարներին այ շատ պետք է մոտենալ, ես այ շատ խորհուրդ կտամ մոտենալ ոչ թե բանա, որ պետք է պարտադիր օգտագործել, այլ ուղղակի ավելի կիրթ ենք դառնում, սենց ասած, էլի, այսինքն եթե դպրոցում պատում ենք սովորել, կամ մաթեմ ենք սովորել, խանութում չեն գա, ասեն, այս խնձորի քառակուսին վերադարձրու ու ինչ որ ոչմ, բայց այն որ այդ գիտելիքը կա ու սովորական կոդին գրելիս մենք գիտենք էնկապսուլյացիայի գաղափարը, որ ասում է արի ավելավան հենց արա թող հերու խաղա, հա մարդիկ թող միջնորդով գան մեզ դիմեն, չթողենք ինչ որ բան ջարդեն, որ գիտենք abstraction, որ ասում ենք, կարելի է սարքելուց ընդգծել ինչն է մեզ պարտադիր։ Գիտենք ժառանգականությունը, որ հա, եթե արի մտածեմ էլի, ինչ որ բանի գաղափար ունեմ, ստեղ հիերարխ տոհմածառի գաղափար ունեմ, եթե ունեմ մի հատ դրա դիզայն անեմ, բայց այսինքն սաղ մտքում պահելը
օգնում է ուղղակի ավելի կիրթ մոտենալ պրոյեկտին, երբեմն պետք կգա, երբեմն պետք չի գա, բայց կարևորը այն է, որ եթե ինչ-որ բան չօգտագործեք, այդ նրանից չի լինելու, որ գաղափար չունեք, որ գոյություն ունի։ Նրանից է լինելու, որ գիտակցաբար որոշում ա կայացվել, որ սա լավագույն մեթոդը չի։ Իսկ այդ չեք կարող անեք, եթե զուտ չգիտեք ինքը ինչ է, էլի։ Ուհա։ Նավ, շեղվեցի։ Հարցեր։ Ահա, մհեր ասում եմ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ գեներատորները, այսպես ասած, տակից համել next են իմպլեմենտացնում ու դրա համար ենք մենք կարողանում next օգտագործենք։ Հա, հենց next-ն տակից գնում։ Այդ դրա համար էլ կակրաս ոնց որ այս գեներատոր ու հետո իտերատոր արեցինք, որ այդ next-ի հետ ծանոթանանք։ Հա, այս yield-ը ըստ էության ոնց որ next-ի գործն է։ Yield անելը այդ next արժեք վերցնելն է, էլի։ Լավ, մերսի։ Դες մերսի։ Հմ, էլի հարցեր ժողովուրդ։ Ես մինչև անց 00 սուսը մնալու, դուք հարցերով համեցեք, եթե հարցեր չլինի, կգնանք մի հատ դասամիջոցի, 15 րոպեից հետ կգանք, մի հատ կծածկենք context manager-ները, կանենք այդ թեթև պրոյեկտների նկարագիրը, թիմերի բաժանումը ու երևի արդեն շաբաշ։ Երկար չի տևի շատ դասամիջոցից հետո, բայց ամեն դեպքում եկեք բան, դասամիջոց անենք։ Ուհա, իսկ 00-ն եկավ։ Լավ, բայց մի հատ մի քիչ սպասեմ հարց կա թե չէ։ Նարին էլ ասում եմ։ Հայկ ջան, այդքան որ իջակ ներքև ես մի հատ հարց տամ, էլի օրինակ դպրոցում երբ որ սկսում եմ մաթեմը սովորելը, ընդունվում է որ մեկին գումարած մեկը 2 է, 2-ին 2-ը 4 է։ Կոմպի մեջ այդ ամեն ինչը ներմուծվում է, որ ինքը հետո հասկանում է, որ սյոժը մեկին գումարած մեկը 2։ Ուզում հասկանամ այդ աքսիոմատիկ բանը, երբ որ դպրոցում սովորում է երեխան, էդի կոմպի մեջ ներմուծվում է։ Այդ աքսիոմատիկը ոնց որ հենց կոմպը ծրագրավորվում է ըստ դրա, ասենց ասած, էլի, այսինքն գումարման գործողությունն է սահմանվում, որտեղ թե մեկ գումարած մեկը 2-ը հավասար։ Էդի հենց այն ամենահիմքում դրվում է, հա, որի վրա հետո սկսում է կառուցվել այս ամեն ինչը։ Ոնց որ ես մի քիչ նախ ոնց որ ասեմ, որ ես այտենց բան եմ, շատ ոչ կոմպետենտ եմ sense հարցերին պատասխանելու համար, բայց все-таки եթե փորձեմ մի ձև պատասխանել, ստեղծվում է, ասենք չգիտեմ, ինչ որ միտեղ կա հանրահաշվի Այդ ուզված է, աղյուսակը կա, ինչ որ միտեղ ներդրվում է կոմպի մեջ, ըստ դրա ինքը այս ամեն ինչը հետո վրան կառուցվում է։ Ոչ թե աղյուսակը կա, այլ ասենք բինար մակարդակով, ասենք ամեն ինչ տեն 0-1-երով է, այդտեղ գումարում անելու գործողությունն է սահմանվում, թե այդ ոնց է տեղի ունենում, ու ոչ թե կա բազմապատկման աղյուսակ ու այդ դրանից օգտվելով ինչ որ բան ստացվում է, այլ կա ուղղակի սահմանված գումարումը ոնց է աշխատում, ու ավտոմատ 1 գումարած 3-ը տակից ինքը լինում է որպես տենց 1 ու 3-ը ինչ է, 1 11, հա։ Այս երկու թվերի, այս երկուական համակարգով է գրած, էլի։ Այս երկու թվերի համար սահմանված է, որ սրանք եթե գումարում ես իրար, ստանում ես 1-0-0-ն, որն էլ 4-ն է։ Հա։ Ու այդ principle-ով աշխատում է, էլի։ Այսինքն այդ տակից ներդրված այդ 1-երով ու 0-երով համակարգն է, որտեղ էլի սահմանվում է, թե որից հետո ինչն է դառնում, ու դա արդեն դուրս է գալիս տեսանելի որպես 4 ենթադրենք։ Բայց ոչ թե տենց սահմանվում է, որ 3-ից հետո 4-ն է, այլ ուղղակի սահմանվում է գումարում ոնց անելը։ Հա։ Ու ավտոմատ 3-ին գումարած մեկը 4 է տալիս, բայց ոնց որ ոչ միտեղ 4-ը նախապատրաստած դրած չի, սենց ասած, էլի։ Հա։ Հա, հասկացա, մերսի շատ։ Բայց մի հատ էլ տենց նավսակի ասեմ, որ ժողովուրդ, ես ծրագրավորող չեմ ընդհանրապես, էլի։ Մի քիչ դերիտանտություն եմ անում սենց հարցերին պատասխանել, բայց ոնց որ թե սխալ չեմ պատասխանել։ Հա, ես մի հարց ունեի, ուղղակի թեմայից դուրս է։ Եկեք հարցրեք, եթե շատ թեմայից դուրս լինի, դասի վերջում կպատասխանեմ, եթե չէ հիմա։ Լավ։ Ես ուզում եի ճիշտ ասած իմանալ ֆայլը ինչ որ անզիփ անելու համար կոնկրետ ծրագրում ինչ որ ձև կա բացի կոդ գրելուց OSD-ով։
Ես հակառակն եմ, հա, պետք է լինի։ Ես ասեմ ինչի փորձ ունեցել եմ, ես փորձ ունեցել եմ ֆայլեր zip անել, ես ինքնատնեմ Python-ով։ Python-ով ֆայլեր zip անել ու նույնիսկ տենց parol դնել այդ zip-ի վրա ու եղել է որ կարդամ բաներ, որոնք որ zip ֆայլի մեջ են եղել։ Չեմ հիշում գրած լինեմ ծրագիր, որ հենց zip-ը բացի տենց zip-ը վերցնի բացված վերադարձնի ամեն ինչով, բայց ահա որ կասկածում եմ, որ դա չստացվի անել, էլի։ Մի հատ կարակ Google-եք կամ GPT-ին հարցնեք, ահագին վստահ եմ, որ կստացվի։ File Explorer-ով է ինչ-որ բան փորձում անել extract-ով, բայց ժամանակ կա լինում է, ժամանակ կա չէ, դրա համար Ահա, չգիտեմ, կարակ մի հատ բան եք, մի քիչ փորփրեք, եթե կոնկրետ ինչ-որ օրինակ լինի, որով չի աշխատում, ուղարկեք, ես եմ մի հատ նայեմ, բայց ինձ շատ լինող խնդիր է դա թվում, էլի։ Մերսի շատ։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Ոչ մի բան։ Իտերատորներ, գեներատորներ, data class-եր։ Լուրջ սա հասկանալի էր։ Դե ինչ ասեմ, լավ։ Դե context manager-ներ։ Այստեղ էլի լավ նյութ։ Չգիտեմ նայում եք թե չէ, ես մեկը դնում եմ, նայեք, իրոք լավ են բացատրում ստեղի վիդեոները։ Okay. Context manager-ներն էլ, եթե իտերատորների լավագույն ընկերը for-ներ, context manager-ներինը with-ն է։ Ասում ենք, էսրա հետ with ինչ-որ բան is եսի ինչ, արա SS բաները։ Մի հատ եթե որպես հիշեցում, եթե ունենք մի հատ sense կոդ, f հավասարա open, մի հատ ինչ-որ ֆայլ էր բացում, այդ ֆայլի մեջ բաներ գրում, եթե ստուգեինք ինքը closed-ա թե չէ, ինքը ասել էր, որ դե փակած չի ֆայլը։ Պետք է գրենք f-get close, այդ դրանից հետո ֆայլը փակած է։ Բայց եթե with-ով էինք անում, ասում ենք with այս նույն բանը, is այս փոփոխականը, հետո այն ինչ այսրա հետ անում ենք, with f, f-ի հետ անում ենք այսա, այսրանից հետո f-get close-ը որ նայում ենք, ինքը true է։ Որտեղ է գրած f-get close հրամանը։ Ինչ մագիա է տեղի ունենում, որ փակվում է ֆայլը։ Մագիա չկա, միտեղ գրած է f-get close-ը։ Հարցը նա թե որտեղ։ Այդտեղ արդեն գայս է context manager-ների գաղափարը։ Անունը մի քիչ այդքան է ինձ շատ դուր չի գալիս, բայց ոնց որ հեսա կտեսնենք ոնց որ այս կոնտեքստի շուրջ ուրիշ բաներ են manage անում, սենց ասած, այս դրա շուրջ էլի բաներ է կատարվում։ Ինչ է տեղի ունենում, իրականում այս open-ի համար գրված է, թե ինչ պետք է արվի այս ծրագրի աշխատանքից հետո։ Նաև իրականում գրված է, թե ինչ պետք է արվի դրա աշխատանքից առաջ։ Հարց է գալիս. ոնց կարանք սահմանենք, ոնց կարանք սարքենք մեր օբյեկտը, որտեղ որ կընդգծենք մինչև ինչ որ բանի աշխատանքը ինչ տեղի ունենա ու ինչ որ բանի աշխատանքից հետո ինչ տեղի ունենա։ Սենց ասած, երբ որ մուտք է գործում այդ մեր օբյեկտը ինչ լինի ու երբ որ տենց իր դուրս է գալիս, ելք է անում, այդ ժամանակ ինչ լինի։ Այդ տենց բաները շատ սիրուն կազմակերպվում են, ոնց որ էլի սրա տակից իրականում աշխատում է f-get ու մի հատ ուրիշ բան, magic method, exit magic method-ը։ Ահա։ Եկեք տեսնենք։ Կարանք, եթե ուզենանք փորձենք վերարտադրենք սա, կարանք ասենք մի հատ class բացիչ, որ կբացի մեր այդ ֆայլերը։ Ու մենք ինչ է սա ընդունում, սա ընդունում է ֆայլի հասցեն ու տեսակը ու բանը, նպատակը, չէ՞։ Այսինքն name ու mode։ Որ ֆայլն ենք ուզում կարդանք կամ գրենք ու ինչ ենք ուզում հետո անենք, կարդանք գրենք թե ինչ է։ Ու հիմա ժողովուրդ, նշելու ենք թե ինչ պետք է տեղի ունենա, երբ որ մենք սա կանչում ենք, այսինքն երբ որ մենք ուզում ենք վերագրենք սա մի հատ ինչ որ փոփոխականի։ Այսինքն ուզում ենք մուտք գործենք, այդ f-ը ստանանք, f-ի արժեքը վերցնենք։ Enter անենք։ Այդ սահմանվում է ուղղակի այս enter magic method-ի մեջ
ասում ենք, որ այս օրինակ հեսա փորձելու ենք բացել self-get name-ը self-get mode նպատակով, ասում ենք ֆայլը հավասար է open self-get name self-get mode return self-get file։ Մեկ էլ պետք է նշենք, թե ինչ ենք ուզում վերջում տեղի ունենա, ասում ենք exit, ասում ենք տպում ենք, որ փակում ենք ու self-get file get close ենք գրում։ Այստեղ մի քանի հատ exception type եւ այլն մի քանի բան կա ներառած, սա եկեք հլա անտեսենք։ Բայց այս ձևով, եթե ես ուղղակի գամ ասեմ անհավասարա բացիչ, հետո a.get տակի գծիկ enter, ինքը ինձ կտա այս իմ ֆայլը։ Արդեն a.get ֆայլը կլինի իմ այս ֆայլը։ Հետո փակելու համար պետք է գրեմ a տակի գծիկ exit։ Այստեղ էլ, եթե ալիգորիա տանենք for-երի հետ, մենք for-ի համար iter-ն ենք սահմանել ու next-ը, իտերատորների համար մենք iter-ն ենք սահմանել ու next-ը ու for-ը այդ iter-ը կանչում էր սկզբում, հետո next-երով գնում էր։ Հիմա with-ն էլ ինչ է անում։ With-ն էլ գալիս է այստեղ այսքանը այսա կանչում է enter-ին, enter-ը ինչ վերադարձրեց։ Պատրվում է f-ին, հետո աշխատում է ստեղ սրա մեջ գրած կոդը։ Ինչ գրած լինի, կարևոր չի։ Այդ սաղ որ աշխատում է, հետո գալիս է f-get exit-ն է աշխատում։ Այս process-ն է տակից տեղի ունենում ու հիմա որ սա աշխատացնենք, նայեք ասում է, հեսա փորձելու ենք բացել, պանիր տեքստը r նպատակով, հետո այդ ֆայլը բացել, կարդացել ենք, այդ ֆայլի մեջ գրած էր 3 հատ պանիր բառը, հետո այդ ֆայլը փակել ենք։ Ու հիմա եթե գամ ես տեղ ասեմ f-get closed, իրոք տեսնենք, որ փակվել է։ Հետո աշխատել է այդ փակելու կոդը։ Ու սա ամբողջ context մենեջերների գաղափարն է։ Սահմանում ենք նախնական թե ինչ պետք է աշխատի ու վերադարձվող արժեք։ Իրական կրիտիկական չի վերադարձվող արժեք լինի, դա էլ կտեսնենք, բայց ընդհանուր առմամբ։ Սահմանում ենք ոնց պետք է վարվի, ինչ անի, ֆայլը բացի, վերադարձնի ֆայլը։ Հետո արդեն ոնց որ ամեն ինչ մեջը կաշխատի ինչ գրած է ու վերջում կաշխատի exit-ը։ Սենց ասած ոնց որ այդ բանն ենք ավելացրել։ Նախապատմություն ու վերջաբանն ենք ավելացրել, էլի, այս մեր սաղ կոդի պատմությանը։ Լրեմ հարցեր լսեմ։ Այսա կխորանանք էլի, բայց մինչև այս պահը։ Միտքը սա էր, գաղափարը սա է։ Okay։ Այստեղ մի հատ նշում նրա հետ կապված, որ այստեղ գուցե նկատեցինք, որ այս exit-ը հետո ուներ exception type, exception value, այս x-ը exception-ից է գալիս։ Exception value-ը ու traceback, այս ամեն ինչը error handling-ի հետ կապված բաներն են, չէ՞։ Այդ error-ի տեսակը, նամակը ու այդ traceback-ը, թե որտեղ առաջացել եւ այլն եւ այլն։ Եթե հիշենք exit-ի նպատակը ինչ է, exit-ի նպատակը ապահով ձևով վերջնական այդ քայլերը ապահովելն է, չէ՞։ Այսինքն ինչ ուզում է լինի, ֆայլը փակի օրինակ ինքը։ Տրամաբանական է, որտեղ կարա, ճիշտ հնարավոր է, որ այդտեղ կարա խնդիրներ առաջանա, ու շատ տրամաբանական է, որ այն ֆունկցիան ում գործն է վերջնական այդ պատասխանատու գործը անել, պատրաստ լինի այդ error-ների։ Այսինքն ինքը ավտոմատ պատրաստ լինի վերցնել այս բոլոր error-ի հետ կապված ինֆորմացիաները ու իրանց հետ գործ անել։ Օրինակ, այստեղ զուտ տպում եմ իրանց, բայց հիմա եթե այս with-ով կոդը աշխատացնեմ ու ամեն ինչ okay լինի, ամեն ինչ okay եղավ, այս exception type-ը եղավ none եւ այլն, բայց եթե օրինակ ինչ-որ problem լինի, ասենք այստեղ փոփոխական ուզենանք օգտագործենք, ասի տենց բան գոյություն չունի, արդեն error-ա գալու։ Ուստեղ կտեսնենք error-ի նամակի մեջ class name error, exception value, այս լավ կատակները իմ կողմից not defined։ Ու սա ինֆորմացիան պահվեց։ Ես չեմ գրել, որ այդ արժեքները վերադասվի, որովհետև with-ը ավտոմատ վերջում երբ որ ասում է այս f-get exit, իրան նաև տալիս է այդ մեր բանը, error type, error նամակ եւ այլն եւ այլն։
trace back, որոնք որ կարող է ոչ մի բան լինեն, եթե խնդրեմ չի եղել։ Բայց եթե եղել է, արդեն արժեքներն են կտրվեն։ Այս ձևով շատ ապահով ստրուկտուրա ենք ունենում, էլի, որ միանգամից խնդիրների հարցը exit-ի մեջ ներդրված է լինում, էլի։ Հա։ Հարցեր ժողովուրդ։ Այս ամեն ինչից Սա սկսեց այս մեր open-ը փորձել արդեն ոնց որ մեր open-ը վերարտադրել ենք, ասենց ասած։ Մի քիչ մինիմալ տարբերակով, բայց մեր open-ը վերարտադրել ենք։ Հարցեր ժողովուրդ կամ ինչ-որ անհասկանալի բան այս ամեն ինչից։ Մի հատ հարց կա, որ իրականում պետք է առաջանա ու տենց չենք նայել որպես այդպեսին։ Այս open-ը ժողովուրդ ֆունկցիա չէր։ Փոքրատարով սկսող մի հատ բան է ու input-ներ ստանում, output է տալիս։ Ֆունկցիա է։ Class չի։ Ես ես բռնել այսքան պատմում եմ class-ներով ոնց է այս ամեն ինչը կատարվում, մինչդեռ open-ը ինքը class չի։ Նայեք, type open built-in function or method class չի։ Ահա, անի լսում եմ։ Ես ճիշտ ասած, ի սկզբանե ուզում էի հարցնել դեկորատորով չի արվում, չգիտեմ։ Հա։ Հա, օքեյ, հա, ճիշտ է, հա, շատ տեղին հարց է, ոնց որ իրական հենց open-ի աշխատելը չենք տեսել։ Այ հիմա արդեն կտեսնենք, բա լավ, օքեյ։ Հասկացանք, class-ի դեպքում կարանք սիրուն բռնենք սարքենք, ասենք, այս enter-ն է, այս exit-ն է, ինքը լավ աշխատի, բա ֆունկցիայի համար ինչ է։ Ֆունկցիայի դեպքում չունենք, չէ՞, ֆունկցիայի մեջ չենք կարա մեթոդներ ուրիշ սարքենք, magic մեթոդներ ենել, ավտոմատ իրանք աշխատեն եւ այլն եւ այլն։ Ֆունկցիայի մեջ ֆունկցիա կարանք ունենանք իհարկե, բայց այդ չի նշանակում, որ ինքը նորմալ կաշխատի, էլի, երբ պետքա, ինչ պետքա Python-ը կաշխատացնի։ Բայց մեզ մի ձև պետքա լինելու տարանջատում մտցնել, թե ինչն է սկզբնական կոդը, ինչն է այս արժեքում պահպանվողը ու ինչն է ինչ որ բանից հետո աշխատողը։ Ահա։ Այդ տարանջատումը մտցնելուն արդեն գայս է մեր ընկերում հետեսոր ենք ծանոթացել yield-ը։ Նախ ոնց որ այդ ֆունկցիան, որ ուզում ենք սարքենք, իրեն որ այդ context manager-ական հատկությունները տանք, ասենց ասած, մեզ պետքա գալ ու Python-ի built-in context lib library-ից, գրադարանից ներմուծել context manager դեկորատորը։ Հիմա մեր ֆունկցիայի գլխին գրելու ենք շնիկ context manager։ Ոնց է ինքը աշխատելու, վերցնում է name ու mode-ը։ Հիմա ստեղ էլի գրում ենք, թե սկզբնական քայլերը մեր որն է։ Enter-ում են սկզբում որ գրում ենք, print հեսա փորձել ենք բացել եւ այլն։ Ֆայլը բացեցինք։ Ու հիմա այն ինչ ուզում ենք վերադարձնենք, գրելու ենք yield-ի միջոցով։ Եթե ես այդտեղ return գրեի, return-ից հետո ոչ մի բան չի աշխատում Python-ում։ Տեսեք մքացավ արդեն։ Yield-ից հետո հլո օքեյ է։ Ու իրականում այս context manager դեկորատորը գալու է հասկանա, որ yield-ից հետո գրածնել նշանակում է exit մեթոդ։ Այսինքն սա enter-ն է, սա enter-ի return-ն է, սա exit-ն է։ Կարանք այսպես փորձենք տարանջատում էլ գրել։ Հիմա ստեղ որ սա աշխատացնեմ, ստեղ գամ ասեմ with բացիչ ու էլի նույն պատմությունը։ Ահա։ Կոդը կաշխատի, ասենք, հեսա փորձել ենք բացել տտ։ Նայեք open-ը չի, մեր ֆունկցիան է։ Ահա, անտպեց, ֆայլի պարունակություն տպեց, ասած ժամանակն է ֆայլ փակելու, ֆայլը փակեց, ու if get close-նել դարավ մեր մոտ ստեղ true։ Եթե իմի բերենք, այս մեր բացից ֆունկցիան աշխատում է, ինչա հերթով լինում, աշխատում է մեր բացիչ ֆունկցիայի բոլոր տողերը մինչև yield-ը։ Այսինքն այսա աշխատում է։ Հետո yield-ը արվում արժեք, ու այդ արժեքը գալիս պահվում է այս f-ում։ Հետո աշխատում է within nurse-ի կոդը։ Այս մեջի ինչ ուզում է լինի։
Հետո աշխատում է yield-ից հետո գրվածը։ Այսքանը։ Ու վերջ, այդքան բան։ Այդտենց սիրուն պատմություն ենք ստանում։ Այստեղ սրա էկվիվալենտը եթե կլասով լիներ, էլի, ուղղակի init-ով արժեքները վերցնում ենք, enter-ով, exit-ով։ Մի հատ այստեղ լրեմ, տեսնեմ հարց կա թե չէ։ Մեր լսում եմ։ Եթե մենք այս բացիչ ֆունկցիան իմպլեմենտացնում ենք open-ով, այդ դեպքում open-ը ինչով է արած։ Open-ը ոնց որ հենց եկեք տեսնեմ կարամ գնամ open-ի վրա։ Ահա, այս open-ի սահմանումն է, կարաս ոնց լրիվ բացեմ։ Go to definition։ Չէ, մի քիչ հենց ուղիղը դրան sense հեշտ չեմ գա։ Ինչ բան սխալ սկսեցի համել։ Այս open-ն էլ այս ստեղ ոնց որ սա այդքան է py file չի։ Դրա համար այդ հենց բուն կոդը չի, որ տեսնում ենք, բայց open-ի գլխից էլ էլի գրված է լինելու բան, դեկորատոր մի քիչ շատ եմ ուրիշ բաների մեջ մտնելու։ Բայց մի խոսքով լավ է, փորձեմ առանց ցույց տալու ուղղակի ասեմ, open-ն էլ էլի նույն ձև գրված է այդ context manager դեկորատորի տրամաբանությամբ, ու իր մեջ էլի նույն գաղափարով գրած է yield as file-ը ու վերջում էլ բանարը file get close-ը այդ նույն պատմությունը ստացվում է, էլի։ Լավ, okay, եկեք մի հատ բան ասեմ, որ սերտիկի այն ինչ պետքա վերջում կատարվի, ինքը պատասխանատու գործ է։ Դա համար լավ կլիներ այս մեր ֆունկցիան սարքելուց try except-ով վարվեինք, նույնիսկ ոչ թե try except-ով, այլ finally-ով։ Դե finally-ին գիտենք աշխարհը տրակի էլ մեկը finally-ն աշխատելու է։ Finally-ում ասենք, որ file get close-ը, դե սրանն էլ արդեն try-ի մեջ դնենք։ Որ իմանանք ինչ ուզում է լինի, այդ ֆայլի փակումը տեղի ունենալու։ Այստեղ ասենք, եթե error գցի, մեկը գիտենք, որ ֆայլը եկել փակվել է սիրուն։ Ու մի հատ էլ եթե օրինակ նայենք նրա որևէ բան, առանց ինչ-որ վերադարձի արժեքի է, փորձենք տես բան սարքենք։ Օրինակ, եթե ուզենանք ֆիքսենք, թե with-ի մեջ գրված կոդը ինչքան ժամանակ է աշխատում, այսինքն ցանկացած կոդի տևողություն եթե ուզենամ ֆիքսեմ, չբռնեմ իր սկզբից գրեմ start, հետո վերջից գրեմ end ու իրարից հանեմ։ Այլ այդ սկզբից start-ը ու վերջից end-ը սահմանեմ առանձին հենց context manager-ի մեջ։ Ուղղակի այն ինչ ուզում եմ չափեմ, գրեմ with-ի մեջ։ Ոնց կազմակերպեմ։ Այստեղ կարամ ասեմ, օրինակ def timer context manager, եկեք լավ ուղղակի timer գրեմ։ Start time-ը հավասար է time, սա աշխատելու է մինչև սկիզբը կոդի, մինչև այդ with-ի մեջ գրվածի սկիզբը։ Yield ոչ մի բան, որտեղ ոչ մի բան չենք վերադարձնում։ End time-ը time ու բան, ժամանակը duration end time minus ինչ-որ բան։ Հիմա եթե ուզենամ չափեմ, թե այսքան ծրագիրը ինչքան ժամանակ է աշխատում, որ մեջ մի հատ 2 վայրկյանով քնել կա։ Կամ ուղղակի գամ ասեմ with timer փակագից, սպասեցինք, ասաց duration 2.01 վայրկյան է աշխատել թիմի այդ ծրագրի աշխատանքը։ Ու հիմա ցանկացած կոդ եթե ուզում չափեմ, ուղղակի այս with-ի մեջ կդնեմ։ Էլ կարիք չկա ամեն անգամ այսքան ծրագիրը սա սկզբում, այց էլ վերջում գրելու։ Ասում եմ։ Այդ ջան, իսկ այս դեպքում, եթե yield-ով ինչ-որ բան չի վերադարձնում, ֆայլ փակելու խնդիր չունենք, with-ի իմաստը որն է, որտեղ է օգտագործվում։ With-ի արած գործը այն է, որ ինքը այս ծրագրերին աշխատացնում է։ Առանց with-ի այս timer-ից չեն կարող օգտվենք, էլի, այսինքն օրինակ եթե սարքենք next method ու iter method for-ում ու բան իտերատորում ու for չօգտագործենք, որ այդ next-ը օգտագործվի, անիմաստոտ է դառնում, եթե մենք ուղիղ ձևով next-ը չօգտագործենք։ Նույն ձև ստեղ ոնց որ մեզ պետք է այդ ֆիքսել, որ սա սկզբում է, ֆիքսել, որ սա վերջում է, իսկ դա այդ գործը անող բանը հենց with բանն է, էլի։
statement-ն է, կամ չգիտեմ with-ին ինչ են անվանում։ Հենց այս with ձրտիկն է, էլի, որ դա կազմակերպում է։ Հասկացա, մերսի։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Ամբողջ դասից իրականում տեսությունը այսքանն էր։ Տեսնում եմ։ Data class-ից եթե կարելի է հարց տամ, հա։ Ահա։ Ինքը ոնց հասկանում եմ, ավելի շատ framework-ից չօգտվելու դեպքում է, հա, օգտագործվում։ Ինչ framework-ից։ Օրինակ Django-ն ինքը SQL-ի հետ կապված ունի էլի նույն field-երով, բայց առանց data class-ի կազմակերպվում է այդ ամեն ինչը։ Ահա, Եմ հասկանամ նույն չգիտեմ։ Django-ում ինքը ինչ որ տեղ ունի, թե անիմաստ է ստացվում։ Ես Django ընդհանրապես չգիտեմ, եթե անկեղծ չեմ կարող պատասխանալ։ Okay. Ինքը հենց ինքն իրանով օգտակար կարա լինի, էլի, ու ենթադրում եմ, եթե ինչ-որ միտեղ input-ների կամ եկեք սուս մնամ, որովհետև չգիտեմ, նորմալ չեմ կարող պատասխանալ։ Հարցեր, ժողովուրդ։ Data class, generator, iterator, context manager։ Ու իրականում կարա կամ ինչից հարցնեք, էլի։ Այս կարա քաշվեք որպես մաքուր Python-ի վերջի տեսություն։ Ահա, լսում եմ։ Ես սպանեցի հարցեր տալով, բայց Չէ, լավ է կանեմ։ հարց առաջացավ։ Սենց մաքուր Python-ով, այսինքն մենք կարանք ինչ որ SQL-ի հետ, օրինակ SQLite-ի հետ համագործակցելով admin կա ստեղծենք։ Ու SQL վիզուալ։ Ահա։ SQLite-ի մի հատ գրադարան կար ոնց որ թե որ բաներ ներկառուցված էր Python-ի մեջ, դրանից կարանք օգտվենք վիզուալների համար բանը TK Inter-ը, եթե չեմ սխալվում, էդ էլ Python-ի ներկառուցված գրադարաններ, TK Inter, Python interface։ Ահա։ Այսինքն երևի եթե շատ ուզենք կարանք, բայց պետք չի ոնց որ էլի, ավելի լավ է բան, ինչ որ ավելի պրոֆեսիոնալ գործիքներից էլ օգտվել տարբեր էլի։ Չգիտեմ իրականում ավելի լավերը որոնք են, բայց կարծես եթե մտքներից դնենք, ոնց որ թե առանց ինչ որ բան ինստոլ անելու կկարանանք անենք։ Okay, մերսի շատ։ Դες մերսի։ Հարցեր, ժողովուրդ, սա այսքան Python-ից լսում եմ։ Հայկ ջան, իրականում ես կեսից եմ միացել ու պարբերաբար միանում եմ դասերին, բայց անընդհատ չի էլի այդ process-ը։ Հիմա ես 19-րդ բանն եմ, profound-ի 19-րդ թեման եմ նոր հասել։ Ու ուզում եմ հասկանամ, այս խմբեր կազմելու իմաստը ո՞րն էր ու այսինքն Python-ի մաքուր Python-ը այսօրվանով պրծավ, հա, հաջորդիվ ինչ է լինելու։ Հա, խմբեր ի նկատնեք այդ որ թիմեր ենք բաժանում 2-3 հոգանոց, դրա մասին եք։ Հա, ոնց որ թե տենց որ ասեցիք լայթի, ուզում եք, չգիտեմ, մի խոսքով էլի որ խմբեր ձևավորեք։ Պրոյեկտ անելը, որ այսքան ժամանակ զուտ տնայիններ ա եղել, լիքը ժամանակ ուղղակի profound, որ հատիկով վարժություններ ա եղել, հետո մի երկու հատիկ պրոյեկտ, բայց ոնց որ այն իսկական փորձը ձևավորվում է, երբ որ մի քիչ ավելի ծավալով բանի վրա, ոչ մենակով ես աշխատում, ու տենց ոնց որ մտածել էինք ընթացիկ մի հատ պրոյեկտ անենք, որ կլինի հենց 2-3 հոգանոց թիմերով պրոյեկտ։ Իսկ
այդ պրոյեկտների բովանդակությունը ինչա լինելու են ավելի պրիմիտիվ, որ ես մինչև 19 արել եմ այդ թեմաներից, թե ավելի բարդ, թե Չէ, ավելի խառը, այսինքն ես հիմա կարամ միանամ այդ թիմերին, այդ եմ ուզում հասկանամ նաև։ ինձ թվում է կարակ, եկեք բան, պրոյեկտներից մի հատ էսա ամենավերջում կխոսամ, էդ էլ միանգամից դժվարության բանի պահն էլ միանգամից կընդգծեմ։ Հա, մեկ էլ այդ ինչքան ժամանակ կտևի, ու դրանից հետո է արդյոք Հա, սկսվելու ճիշտ է։ այդ ML-ի փուլը։ Չէ, ML-ը այդ ժորդ դասընթացի բովանդակությունը կայքում դրած է։ Հա, 3 ամիս Python, 3 ամիս ML, կարծեմ տենց էր։ Չէ, այտենց չէր։ Այս մաքուր Python-ից հետո մենք գալիս ենք գրադարաններին, որը ասենք օրինակ սրանք էլի մաքուր Python-ի գրադարաններ են, առանց ներմուծելու են, չնայած մի քիչ ուրիշներն են կանելու, բայց այսինքն գրադարանների բաժնին են գալիս, հետո մաթեմի բաժինն է գալիս, հետո դրանից հետո արդեն ես իմ երբ հեռավոր նոր ML-ը սկսում է։ Ահա, պլանը տենց է։ Հա, իսկ այսինքն այս առաջիկա մի 3 ամիսը հələ ML չի սկսվելու։ Հա, 3 ամիս հաստատ ML չի սկսելու։ Ինձ թվում է ավելի շատ նույնիսկ մի կես տարի երևի ML չի սկսելու, էլի, որովհետև լիքը մաթեմ ունենք անելու։ Հա, ML հասկացա։ սկսել ասելս ոնց որ մաթեմը արդեն ֆիլտրած մաթեմա լինելու, որ ML-ի համար է, բայց եթե տենց ուզենք ասենք, որ մեքենայական ուսուցման ալգորիթմ ենք գրել, այդ ինձ թվում է մոտակա կես տարվա մեջ չենք ասի, էլի։ Մոտակա 3-4 ամսվա մեջ հաստատ չենք ասի։ Հա, շատ լավ, այսինքն արխային միանամ։ Հա, միացեք։ Մերսի։ Ահա։ Պրոյեկտների մասն էլ իմ 2 բառով։ Հա, այդ վերջի կտորը հենց պրոյեկտների կտորն է լինելու այսօրվա։ Մի հատ հասկանանք ուրիշ հարց կա թե չէ ու անցնենք այդ դրան։ Մերսի։ Հարցեր ժողովուրդ։ Okay, դե լավ, դե եթե հարցեր չկա, գանք պրոյեկտներին այդ դեպքում։ Հա, մի վարքան չաթում հարց կա։ Ժամային ինչ որ փոփոխություններ լինելու են։ Հələ մինչև Python ենք անում, ինձ ոնց որ այս ժամերը հարմար է, չեմ պլանավորում փոխել։ Եթե ինչ որ տենց եսի ինչ պահանջարկ չլինի, որ ժամեր փոխենք, չենք դիտարկի։ Մաթեմի կտորում արդեն էլի մարդա լինելու լեկցիա անցկացնող, պետք է նաև տեսնենք իրան, եթե այս մեր հիմիկվա ժամերով հարմար լինի, այտենց է կշարունակվի, եթե չէ, կարող է փոխվի, բայց մոտակա մի 2 ամիսը չի պլանավորվում շատ փոփոխություն էլի։ Python-ի կտորում էլ կարող է մաս լինի, որ ուրիշ մարդ լեկցիա անցկացնի, նայենք իր գրաֆիկին ոնց է հարմար, բայց կարճ ասած առանց էքստրաորդինար բաների ժամերի փոփոխություն դե չէ, չենք պլանավորում։ Էլի հարցեր։ Լավ, եկեք մի հատ պրոյեկտներից խոսամ ու բան։ Հետո վերջում մի հատ արագ կգրենք այդ թեթև կոդը պրոյեկտների թիմերի բաժանող, հետո ես այդ կոդը կաշխատացնեմ արդեն ու թիմերը կուղարկեմ Telegram։ Պրոյեկտների հետ կապված իրականում ոնց որ զուտ մի քանի բան նշել եմ, ինչ մտքիս եկել է, հեչ պարտադիր չի դրանք հենց անեք, այսինքն մաքսիմալ ճկունություն կա։ Կարակ պրոյեկտը մենակով անեք, օրինակ եթե ինչ-որ թեմաներից հետ եք ընկել, կարակ մենակով ձեր համար պրոյեկտ սահմանեք, որը ձեր այդ բային եղած թեմաների մակարդակով է ու դրա վրա աշխատեք։ Կարակ ընկեր գտնեք, որ էլի մոտավոր է թեմաների նա հասած, իր հետ միասին այդ ավելի թեթև թեմաներով պրոյեկտի վրա աշխատեք։ Ավելի լավ է տենց անել, քան օրինակ ընդհանրապես պրոյեկտ չանել, այդ միանշանակ։ Պրոյեկտի միակ իմ ամենաշատ ուզած բանն է, որ պրոյեկտը անեք տեղը տեղին բանով, կառուցվածքով։ Այսինքն ոչ թե ինչ որ խառը ֆայլեր լինի եսին ոնց, այլ լինի GitHub-ի ռեպոզիտորիա։
որը ոչ թե վերջում ուղղակի սա գցել եք GitHub, այլ չէ, ի սկզբանե setup-ը արված եղել, փուճուր commit message-ներով գնացել եք, ակուրատնի նորմալ կառուցված պրոյեկտ ա եղել։ Նաև նենց ա եղել, որ ով ուզի կարող մտնի օգտագործի դա։ Այսինքն կոդը հասկանալի ա եղել, docstring-եր ա եղել գրած նորմալ, օրինակներ ա եղել գրած, ու բան, ֆիքսած ա եղել ինչ գրադարաններ ա օգտագործվում, օգտագործվել ա virtual environment, որ ես մտնեմ ուղղակի ասեմ pip install գծիկ r requirements.txt, սաղ մոտս բերի իմանամ, всё, արդեն կարամ աշխատացնեմ ծրագիրը։ Լինի readme file, որտեղ գրված ա ոնց աշխատացնել ծրագիրը նաև։ Այսինքն պետք չի գրանձիոզ եսի ինչ մեծ բան լինի, արեք մի հատ բան, բայց տեղը տեղի։ Այդ խորհուրդ էլի որպես։ Կարակ բզբզակ ինչ որ կեղտոտ կոդերով, բայց ինչ որ շատ ուժեղ արդյունքի հասնող բան անեք, բայց ես խորհուրդ կտամ ոչ թե այդ անել, այլ էս մի ասածս։ Ուհա։ Ժամանակայինի առումով ես խորհուրդ կտամ անել մի երկու շաբաթվա մեջ, որ ականջի հետև չգցեք ու որ հետոյվա բաներից հետո չկուտակվի հետոյվա թեմաների հետ միասին։ Բայց ոնց որ կարակ կպնեք մի քանի գիշեր չքնեք միանգամից անեք շուտ ուղարկեք, կարակ ուղակի ամիսներով վրան աշխատեք, ինչ որ գրանձիոզ բան սարքեք, էլի ձեր վրա է։ Ես խորհուրդներն եմ տալիս ուղղակի։ Ու նաև պրոյեկտի թեման։ Ինչ կուզեք ընտրեք։ Ինձ շատ հետաքրքիր կլինի նաև լսել, թե ինչեր եք ընտրում։ Կարակ ընտրեք, կիսվեք, գրեք, ասեք, մենք աշխատում ենք սրա վրա, ինձ հետաքրքիր կլինի կարդալ, բայց դա պարտավոր չեք անել։ Այն մարդկանց համար, ով մտքեր չունեն ընդհանրապես, մի քանի բան ասեմ, YouTube-ի հետ կապված կարակ օրինակ սա գրեք ինչ-որ ծրագիր, որ YouTube-ից տեքստերն է քաշում բանի։ Օրինակ տեքստը քաշում է, կարակ հետո մտածեք, բա մի հատ էլ տեքստը բան, տեքստը translate թարգմանի։ Այս նենց բաները, որ մենք չենք անցնում դասի վաղտ։ Շատ լավ է։ Պետք է ստիպված Google-եք։ Էտա, նաև էտա ամենամեծ նպատակներից, որ առանց Google-ելու չեք կարողանաք, որովհետև չեք անցել։ Պետք է բռնեք, ասեք how to get YouTube video transcript Python։ Տենակ ինչ ա բերում։ Աշխատացնեք չաշխատի, ուրիշ աշխատացնեք չաշխատի։ Իսկական այդ process-ով անցնեք։ Հետո կարաք YouTube-ի հետ կապված օրինակ բան անեք։ Playlist-ները վերլուծելու կոդ գրեք կամ վիդեոյի մեջի ինֆորմացիաները։ Ասենք այն որ մի հատ գործնականին նայում ենք, որն այն ամենաշատ դիտում ունեցող կարգին հաղորդումը, ամենաշատ լայք ունեցող, այն որ դրան տենց էլ չհասանք, որտեվ ինտերնետը կարգիների բանը չէր կարող քաշի, կարգին ռեկլամների համար նայեցինք։ Բայց կարաք դա online-եք ու կարաք ավելացնեք, ասենք գրաֆիկներ գծել ինչ որ չենք անցեք ոնց են գրաֆիկներ գծում, բայց Google-եք կարաք ավելացնեք Streamlit-ի app, որի որ մեկը YouTube-ի URL-ը playlist անի, playlist-ի URL-ը enter անի, playlist անի, enter անի playlist-ի URL-ը, դրա համար աշխատի, ռեզուլտատները տա, սիրուն ցույց տա։ Կարաք էս word cloud-ը մի հատ էլ է ասել, բայց էս էլ ինձ թվում է կարող հետաքրքիր լինի։ Կարաք ծրագիր գրեք, որ վերցնում է ինչ-որ տեքստեր ու գծում է իրանց այս ամպաբառը։ Այսպես բանը։ Կարաք օրինակ ինչ-որ ձև փորձեք ծրագիր գրեք, որ ասենք Չարենցի տեքստերը կքաշի, Սևակի տեքստերը կքաշի ու կգծի ով որ բառերն ամենաշատը օգտագործում։ Այտենց օրինակ անեք, կտեսնեք, որ ու եւ բայց իսկ սակայինն է, կասեք անիվակեն, սրանք պետքա հեռացնել։ Այտենց բզբզակ։ Նաև եթե հայկական տեքստերով անեք, կտեսնեք, որ ասում են անիվակեն էրոր է անգնում հայկականի հետ կապված։ Պետքա ինչ-որ կոդավորման հարց դզեմ։ Այտենց հազար մի տարբեր բաներ է բուսնելու, որոնց վրա որ տանջվելը շատ օգտակար է։ Այդ word cloud-երի միտքը։ Մի միտք, որ տղեկը երևի ավելի շատ կհավանեն, չնայած ծրագրավորման էլ հետաքրքիր բան կլինի, կարաք փորձեք գրել ծրագիր, որ բան, ասենք 1000 անգամ կամ 100,000 անգամ 8 հատ կարտից կալոդա բանանում ու հաշվում է թե քանի անգամ է թերս լինում այդտեղ, քանի անգամ 54 թուղթ եւ այլն, որ հետո հաշվեք թե ինչքան հավանական է օրինակ դա։ Որ իմանաք, ասեք 4 թուղթ վալետ ընկնելը հավանականությունը այսքան տոկոս է։ Այդ մաթեմով էլ է կարելի անել, բայց ուրիշ թեմայի շուրջ ենք հիմա հավաքվել։ Հետո կարաք սարքեք օրինակ ինչ-որ բան, որ ավտոմատ մեյլեր է ուղարկում։ Ես օրինակ տենց ժամանակին ուզում եի մի հատ բան սարքել, որ ընկերներից ինչ-որ հորոսկոպի ես ինչ բաներ կուղարկի, կամ ես ինչ ուզեմ, ինչ ապուշ բաներ ուզեմ, իրանց ավտոմատ ուղարկի։ Ուհա։ Չարեցի, կարաք դուք անեք։ Կարաք Telegram-ի bot փորձեք սարքեք։
Կարաք AI-ով ինչ-որ բան սարքեք, ասենք OpenAI-ի հիմքով ինչ-որ մի բան սարքեք, որ ինքը գնա Zaprosani ChatGPT-ի տակի մոդելներից ինչ-որ մեկին պատասխանը ստանա, ցույց տա, այտենց ինչ-որ բաներ։ Սա Google-ելու բաներ է։ Այս հրա շուրջ կարող եմ մի հատ արագ վիդեո սարքեմ, ուղղակի վստահ չեմ։ Chat-ին ու YouTube-ի ալիքին ուղղակի հետևեք։ Բայց հա, մտքերը այդքան։ Թեթև մտքերից ոնց որ կարաք բան անեք, կարաք փորձեք վերարտադրեք մեր գործնակային արած այն բանը, Վիսիլցան են Hangman խաղը։ Կարաք կովիկներ ցուլիկները վերարտադրեք, կարաք X-իկ նոլիկ սարքեք։ Պարտադիր չի ինչ որ գրանձիոզ բան լինի, էլի եմ ասում։ Ուղղակի ինչքան հետաքրքիր լինի, այդքան ավելի հավեսով եք անելու, էլի։ Ու հա։ Այսքանը։ Այսա թմերի բաժանելու կոդը կգրենք, բայց միջև այդ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Մի հատ լավ մտածեք, ամեն ինչից հարցեր։ Ինգ 4 3 2 1 Okay։ Դրա ժորտ, անցնենք այդ կոդը գրելուն։ Կոդը կգրենք, բայց աշխատացնելը ես հետո կանեմ, որտեվ որ վիդեոյի մեջ չմնա տենց անազգաններ բանման, հետո չմտածեմ, որ պետքա մոնտաժ անել, ես էլ ալարում եմ մոնտաժ անել հիմնականում։ Ահա, բայց մենք ֆունկցիան գրենք, ես հետո run-ը կանեմ։ Այդտենց կարող է չհավատաք, որ random է, բայց ինձ ոնց որ 1000 տարի պետք չի թիմեր դզել փչել մեկա։ Okay, ժորտ։ Ինչ խնդիր ունենք, պետքա ստանանք ինչ-որ ենք 10 հատ մարդու մասի բան։ Ստացանք մարդ 1, մարդ 2, մարդ 3, սենց ասենք 10 հոգի։ Ավտո սենց 7 լինի։ Ու իրենց պետքա բաժանենք, եկեք 3 հոգանոց թիմեր անենք, 3 հոգանոց թիմերի։ Ինչ առաջարկներ կան։ Այս կարենք սենց գրենք, չէ, եթե ուզենք մարդ I, ստեղ ասենք F ու for in range 10 հոգու համար 1-ից 11։ Մտածեք ժողովուրդ, ոնց կարանք բաժանենք։ Ահա։ Հայկ լսում եմ։ Random choice-ով կարանք անենք։ Ինչ թվում է։ Մի հատ նախ import random։ Հիմա որ ասեմ random get choice list, ինքը ինձ կտա մի հատ մարդու այդ list-ից, չէ՞։ Հա, կարանք այդ մի տեղ գրանցենք, թեկուզ ինչ որ list-ի մեջ։ Բայց մի բան չեմ հիշում, այս choice-ը կարում էր 3 հատ արժեք տա։ Այդ ես էլ չեմ հիշում, ոնց որ թե չէր կարում։ Sample-ներ կարում, եթե չեմ սխալվում, sample list 3։ Ահա, կներեք սենց։ Ինքը 3 հոգու տալիս էր։ Հա։ Ու հետո հանում ենք այս 3 հոգուն list-ի մեջից ու նույնը կրկնում, այսինքն կարողա ցիկլի խնդիր ցիկլով լուծենք։ Ինչքան պատմենք ցիկլը։ Թե while-ով եք ուզում։ For-ով սկսեցի գրել, բայց կարաք ասեք while-ը անենք։ Մինչև որ list-ը դատարկ չլինի, էլի։ Այսինքն while ու list, չէ՞։ Ինչ ենք անելու։ Անի լսում եմ։
Հայկ ջան, բայց այստեղ հաշվի չենք առել, որ վերջում լիստի մեջ կարող է 2 հոգի մնա կամ 3, կամ 1։ Ճիշտ է, այդ հաշվի առած չի։ Այդ դրան էլ հեսա կանրադառնանք։ Այստեղ բայց պետքա բանել, չեմ ես, հերթով սենց 3 հոգու ընտրել, ասենք ասել թիմը սա է։ Բայց եթե սենց ուտ գրեմ, ինքը անվերջ պատահական թիմեր եմ ես տալու։ Պետքա իրանց այդ հեռացնելը արվի։ Իսկ հետո պետքա ասենք for e in team list del list get պետքա հիմա գտնենք ինքը, ճիշտ list get remove e պետքա անենք, չէ՞։ Իսկ ինչի իրականում ամենալավ բաներից չի լիստի վրա ցիկլ պատտվելուց լիստը փոխել շատ բան է, մուխանատ բան է։ Կարանք փորձենք մի քիչ ավելի ընդհանուր, բայց ոնց որ սա բնական առաջի մոտեցում է, էլի, ոնց որ իմ մոտ էլ առաջի միտքը է դա եղել, հերթով վերցնեմ, հերթով հանեմ, վերցնեմ, հանեմ, վերցնեմ, հանեմ։ Ու կարանք կազմակերպենք, օրենքներից դրանք կկազմակերպենք։ Իրականում ուղղակի մի հատ զգալի ավելի հասարակ մոտեցում ունենք, այսինքն մի հատ խելոք միտք է ուզում, ու դրանից խելոք միտքից հետո հեշտ մոտեցում է դառնում։ Կմտածեք ոնց կարանք կազմակերպենք, կամ ինչ ուրիշ մտքեր կան։ Հələ կոդային չէ, գաղափարային։ 3 հոգի պատահական վերցնել, հետո հանել մնացածից 3 հոգի վերցնելու տարբերակը ֆիքսեցինք, ուրիշ ինչ տարբերակ կա։ Ահա, լսում եմ։ Իսկ եթե այդ լիստը խառնենք ինչ որ Ահա, ձև ու հենց տենց որոշենք առաջի 3-ը այս թիմ, երկրորդ 3-ը մյուս թիմ։ ճիշտ է։ Այդ իմ կարծիքով էլ ամենասիրուն լուծումն է։ Առնվազն ես դրանից ավելի սիրուն լուծում չգիտեմ։ Կարանք պրոստը լիստը խառնենք, հետո պրոստը 3-3-3 վերցնենք։ Այդ հələ 11-ի 3-ի չբաժանվելու, 10-ի 3-ի չբաժանվելու խնդիրը չի լուծում, բայց հեսա կտեսնենք։ Հա, այդ արվում էր list get ներողություն, random get, հիմա եթե չեմ հիշում, կարամ գամ նայեմ, հիշում եմ, բայց որ տեսնենք ոնց է կարելի նայել։ Ստա պետք, հա, էսա, shuffle։ Random get shuffle list։ Սա ինձ տվեր տպեմ list-ը։ Տվեց 5 6 7 9 2 8 եւ այլն եւ այլն։ Հիմա սրանով ոնց պատտվեմ, որ 3 էլեմենտները վերցնեմ։ Լսում եմ։ Բայց որ ուրիշներն էլ ակտիվացեք։ Չենք կարա փոփ անենք ու վերջից վերցնենք, մինչև 3 հատ լրանա, հետո նորից վերջից փոփ անելով տանք ինչ որ մեկին։ Ինչի, բայց ինչի ուղղակի սենց 3 հատիկով չգնանք։ Այդ կարանք ոնց որ Ուղղակի ցիկլով եթե պատտվենք ու իրա վրա փորձենք փոփոխություն անել, ինքը բողոքելու է։ Բայց մեզ պետք է իր վրա փոփոխություն անել։ Մեզ պետք է փոփոխություն անել մեջից ջնջել, երբ որ բան ունենք, չէ՞։ Երբ որ այդ 3 հատիկով ենք գնում սկզբնական ցուցակով։ Բայց սա որ արդեն վերցրած է, ես կարամ ասեմ list 0-ից մինչև 3, հետո list 4-ից մինչև 6 օրինակ, ու տենց հերթով գնամ։ Թվերը սխալ գրեցի, բայց միտքը էլի։ Այն խնդիրը կա, որ վերջում կարող է մի հոգի մնա։ Չնայած այդպես էլ կարանք վերջից, եթե տանք մի հոգի է, վերջին թիմից մի հոգուն տանք վերջին, ոնց որ ստացվի վերջին 2 թիմը 2-2։ Հա, այդ ոնց որ եկեք հիմա հələ ուղղակի փորձենք հավասարի դեպքը լուծենք, էլի շատ առաջ չընկնենք։ Փորձեք ժողովուրդ կոդ առաջարկել, որ ուղղակի sense կվերցնի առաջի 3, հետո կվերցնի 4-ից 6 ու տենց։ Գեներատորով կարանք անենք։ Կարանք որ շատ ուզենք, բայց ոնց որ շատ ավելի հեշտ կարանք գրենք, էլի։ Հա, Հայկ լսում եմ, բայց ժողովուրդ մնացածն էլ ակտիվացեք էլի, փորձեք առաջարկներ անել։
Տարբեր ձևերով կարանք անենք, օրինակ կախված input-ից էլի ոնց ենք ուզում input-ը ստանանք, կարանք ցիկլ ֆռանք, տենց առաջ 3 անունը տպի, հետո probe-ել անի, հետո էլի տպի ու սենց էլի։ Եկեք հələ ոնց որ ուղղակի թող Առանց տպի ցիկլի, տա, ուղղակի print-ով։ Հա։ հա։ Դա ոնց գրենք ցիկլը։ Բան for e in list, Հա։ կարանք list-ը գրենք 0-ից 3 հենց կողքը։ Սենց կարան գրենք, բա հետո ոնց ենք անելու։ Ու print e ուղղակի։ Okay, հետո Էս եղավ առաջի թիմը, հետո կարանք մի հատ print անենք տող սովորական։ հետո Ու հետո սենց, 3-ից 6, 6-ից 9։ բայց ինչ գիտենք ինչքան ենք սենց գնալու։ Հա, Ու եթե կոդի կրկնությունն է, չէ, ահագին։ երևի մի հատ ուրիշ ցիկլով պետք է արվի էս ամեն ինչը։ Ահա, կարանք մի հատ փորձենք օրինաչափություն գտնել։ Այստեղ գրած է 0-ից 3, հետո 3-ից 6, 6-ից 9, օրինաչափություն պետք է որ զգացվի։ Ահա, եկեք հələ տեսնեմ ով չի։ Հա։ Լուսի, լսում եմ։ Բայց էլի նոր մարդիկ չեն։ Կամ Հայկ դուք ինչ որ բան եք ուզում ավելացնել կարող չնկատեցի։ Լավ, հա, ուշ եմ։ Լուսի, լսում եմ։ Հա, ես ասում եի սկզբում random shuffle-ով նախ այդ անունները խառնենք պատահական, հետո ինչ որ team size վերցնենք, օրինակ եթե 7 հոգի են 2 2 3։ Եկեք հələ Էլի կներեք ներողություն, եկեք հələ ուղակի ենթադրենք, всё 13 եմ ստեղ գրում, գիտենք որ բանը, 1-ից 12-ա։ Քայլ առ քայլ ուղակի էլի գնանք։ Բայց հիմա լսում եմ։ հա, այդ դեպքում կարանք ուղղակի ծրագրը բաժանենք 2-ի, այն ավել մնացածը գումարենք։ Ինչը բաժանենք 2-ի։ Ոնց որ ցանկացած թվի համար անի ոչ թե կոնկրետ 7, 2 մասի բաժանենք, վերջում մի հատ ավելը գումարենք։ Մենք ուզում ենք 3 հոգանոց թիմեր ստանանք։ Ես հիմա եթե 12 հոգուն վերցնեմ, բաժանեմ 2 մասի, ստանամ 6 հոգանոց թիմեր, հետո ինչ ենք անում, եթե ճիշտ եմ հասկացել։ Հա, եթե 3 հենց 3 մասի կբաժանենք։ 3-ի կբաժանենք։ Բայց այդ դեպքում կստացվի 4-4-4, չէ՞։ Ոնց որ մենք ոչ թե ուզում ենք 3-ի բաժանենք, այլ ուզում ենք բաժանենք ինչ-որ բանի, որ 3 ստացվի, էլի։ Հա, հասկացա։ Այսինքն մեզ պետք է քանի հատ թիմ է լինելու է len list բաժանած 3 հատ թիմ, չէ՞։ Այս բանին ենթադրենք սա ուղիղ թիվ է տալիս մեզ, էլի։ Այսինքն չէ լինելու։ Մի հատ կարանք ասենք num players Եկեք հələ սա մի հատ ջնջենք։ Այստեղ օրինաչափություն կա։ Այդ օրինաչափությունը մի հատ փորձեք ասել։ Ահա, եկեք շուտ չմիացրած ձեր նարինը լսում եմ։ Ջան, այդտեղ ոնց որ 3 անգամ i ու 3 անգամ i + 1-ով չի գնում։ Այո։ Այստեղ ասեմ մի հատ for e in, հələ չգիտեմ ինչ։ Հա, այդտեղ արդեն list-ի 3 անգամ։ Հա, վայ, 3 անգամ i ու 3 անգամ i + 1։ Ահա։ Այդ դրանք վերցնենք ամեն մեկը մի թիմով։ Ահա։
Մնում է ուղղակի պարզել էս ինչքան է, որ ինչից ինչ ենք տեղափոխում։ Len list բաժանած i-ով չեն գնալու number of teams։ Ահա, այդքան անգամ, չէ՞, այսինքն 4 անգամ օրինակ։ Բայց պետքա ստեղ ինչ գրեմ։ Ամբողջ պետքա ստանանք, չէ՞, սրա երևի թե ամբողջ մասը վերցնենք։ Եկեք հələ, հա, պետքա վերցնենք իրականում, բայց կարանք հələ ենթադրենք, որ բանը ուղղակի բաժանվող է։ Հա։ Այստեղ այժմ ուզում եմ ասել, որ ոնց որ այստեղ գրած է for in ու ինչ որ Հա, թիվ։ 0-ից մինչև Range, չէ՞։ range, հա, Այսպես։ Հա, ճիշտ է։ Տեսնենք ինչա տեղի ունենում, եթե ունենք օրինակ 12 հոգի։ Սենց ոնց որ մի թիմ 3 ու 6 եղավ, այս դարավ 3, վերջի թիմին չանդրադարձավ էլ։ Ոնց կարանք ուղենք այս խնդիրը, որ լավ վերջի թիմին էլ տպի, ուղղակի վերջի թիմը ավելի փուճուր լինի։ Ասում եմ։ Մի հատ այ այդտեղ որ num teams-ը վերում է ինչ որ ամբողջ թիվ, 3 ամբողջ չգիտեմ ինչ որ թվեր է վերում, մի հատ այդ բաղը կարանք ստուգենք, որ հենց բանը ամբողջ թիվ չլինի։ Նոր արդեն Հեսա այստեղ պահենք։ Այստեղ էլ num teams ենք ասելու։ Վայ, սխալ բան փաստարեցի։ Հիմա ստուգենք num teams-ը ամբողջ թիվա թե չէ։ Այդ ոնց կարանք անենք։ type-ով։ Ահա, բայց եթե sense բաժանում եմ գրում, ինքը միշտ float է տալիս, չէ՞։ Նույնիսկ 12 բաժանած 3-ը տալիս է 4.0։ Հա։ Բայց էլի ոնց որ մի հատ նման մի քիչ թեթև տրյուկ կարանք անենք, որ սա հասկանանք 4.0-յա, ասենք 4-ա թե չէ ինքը։ Ուշադիր չեղավ բարձրացրեց, բայց անի լսում եմ, ես շուտով ինչ չեմ բանորել։ Կարող ենք ստուգել տոկոսով բաժանումը մնացորդ ունի թե չէ։ Հա, տարբերակ է։ Այսինքն ասենք if num team if len list կարելի է len list-ները ասել num players, թող փոփոխականներով լինի։ Ասել կգա num players If num players-ը տոկոսով բաժանած num teams հավասար է 0, այդ դեպքում արդեն են մեր for-ը առաջին վերսիան որ գրել էինք։ Num team-ի մեջ, հա, всё, հենց էտա։ Հա, իսկ եթե չէ, Իսկ եթե չէ, արդեն մի վարքյան վերցնենք տոկոս մնացորդը ինչքան է կազմում ու վերջից այդպես վերցնենք։ -1 ու մինուս եթե 1 է կազմում -1, եթե չէ, մինչև -2։ Չգիտեմ, պարզ ասացի։ իրականում ոնց որ այսպես միակ բանը որ ուզում եմ պարզի անա, որ գնում ենք միջև num teams, թե մի հատ ավել, չէ։ Օրինակ այս 3 ու 6-ը 4 դարձնում ենք, թե չէ։ Բայց կարա հա, լավ, հասկացա։ Այդ դեպքում ուրեմն num teams plus range-ը գումարում ենք 1։ Հա, իրականում հա, զուտ է դա ու կրկնակի կոդ չունենալու համար կանք ստեղ ուղղակի ասենք num teams-ը, այստեղ այս դեպքում ոչ մի բան չենք անում, չէ, իսկ եթե չբաժանվեր, պետքա ասենք num teams-ը պլյուս հավասար 1, չէ։
Հա, միարկան, num teams-ը պետք է integer սարքեինք ու դա մեկով մեծացնեինք, որտեվ 3 ու 6-ը պետք է սարքենք 3 ու գումարենք 1։ Հա, ու այսպես կստացվեր։ Մի երկու հատ ուրիշ տրյուկ որ կարող լիներ, կարանք օրինակ, եթե ուզում ենք ստուգենք այս 4.0-ը, հասկանանք ամբողջ թիվա թե չէ, ու արդեն այս թիվը ունենք, կարանք օրինակ նայենք num teams-ը հավասար է num teams integer։ Այսինքն եթե երկու արժեքներ իրար հավասար են, ուրեմն նույնն են։ Կամ մի հատ ուրիշ բան, որ նոր մտքով անցավ, կարանք դեպի վերև կլորացնեինք, ասենք 4.0-ն դեպի վերև կլորացնենք, կդառնա 4.0։ 3 ու 6-ը դեպի վերև կլորացնենք, կդառնա 4։ Էլ կարանք այդ չանենք էլ նույնիսկ, էլի։ Այս դե սաղ աշխատող տարբերակներ է։ Ամեն դեպքում սենց բաժանեցինք թիմերի։ Հա, ապրեք ժողովուրդ։ Հայկ լսում եմ։ Հայտ ջան, բայց այդտեղ մի դեպք հաշվի չի առնվում, որ վերջի թիմում մի հոգի է մնում։ Այդ Ահա, դեպքում ոնց պետք է գրենք, որ վերջի երկուսը 2 հոգի լինեն։ եթե տենց ուզում ենք անենք, պետք է արդեն նայենք, որ մնացորդը եթե 2 է, ստեղ հետո մի հատ էլ if պետք է առաջան ավելանա, որ եթե վերջիններն են արդեն 2-2-ով 2-2 վերցնի, այդ եթե ուզում ենք տենց անենք, կարանք կազմակերպենք։ Հա, չէ, բարձ է, լավ է, արդեն առանձին կանեմ, եթե պետք լինի։ Հա, հա, շատ բարի։ Իրական մտածում եմ, գրենք հիմա թե չէ, չգիտեմ ինչքանով։ Այսքան սենց է դառնալու, էլի։ If գրեմ թե չէ։ If էս մեր մնացորդը հավասար է 2-ի, չէ, թե միարկան 1-ի, օրինակ 11 հոգի են։ Ստացվում է մի հոգի ամենակ մնում։ Մեզ պետք է լինելու այս num teams -1 անգամ գնալ, չէ։ Այս num teams-ը պետք է մեկով փոքրացվի։ Այս մի քիչ ըխկ կոդ է դառնում, շատ ոչ էլեգանտ ձևով եմ կազմակերպում։ Շատ գեշ է ստացվում, բայց այս դեպքում մի հատ էլ վերջում ուղղակի տպելու ենք print list վերջին 2-ին։ Եթե տեսնենք։ Հա, չէ, սխալ եմ ասել։ 2 անգամ վերջի 2-ին պետք է տպենք։ Այսինքն -4-ից -2 պետք է տպենք։ Ու մի հատ էլ list շատ գեշ կոդ է, բայց այս ոնց որ թե կաշխատի։ Այստեղ էլ 2 թիմ պակաս են գնում։ Ու հիմա թող 11-ի փոխարեն սա 10 լինի, մի հոգի քիչ։ Ու սխալ աշխատեց կոդը։ Որտեվ 10-ը 3-ի բաժանելուց տվեց մի մնացորդ, թիմերի քանակը, բայց չդարավ 2։ Մի հատ մի վարքան ես ժողեմ ու հետո դες բացատրեմ։ Մի վարքան, ոչ թե num teams-ի բաժանվելուց մնացորդը, այլ 3-ի բաժանվելուց մնացորդը պետք է նայենք, ժողովուրդ։ Չէ՞։ Այս դեպքում կաշխատի։ Այնտեղ ոնց որ եթե մեկը մյուսի վրա բաժանվում է, կապ չունի որը կներառենք, 12-ը 3-ի է բաժանվում, 4-ի էլ է բաժանվում, դրա համար օքեյ է։ Բայց այս դեպքում թիմի քանակը կարևոր է։ Ու այդ իրականում լավ կներ նաև փոփոխականով լինել, ասենք team size-ը հավասար է 3։ Բայց մի խոսքով լավ, մի քիչ շատ ձգվեց այսօր դասը։ Այս շատ զզվելի կոդ է, որ աշխատում է։ Ուհա, կարաք սիրունացնեք։ Հարցեր ամեն ինչից ժողովուրդ։ Լավ, մոտակա մի քանի կիրակին էլի երևի ես եմ դասանելու։
Այս Կիրակի հետ կապված էլի վստահ չեմ դաս կանենք թե չեն։ Եթե անելու լինենք, ես վաղը կզգուշացնեմ, կգրեմ ժամը։ Եթե չգրեմ, ուրեմն չունենք դաս։ Ինչ-որ դեֆոլտը տենց։ Այս ձևով, եթե մոռանամ գրեմ, կստկի մնաք, որ ավտոմատ մի խոսքով, կարճ ասած, եթե վաղը նամակ չգրեցի, Կիրակի դաս չունենք։ Ավանդական սովորական չորեքշաբթի ուրբաթները մնում է Կիրակին ոնց որ ինչ որ շաբաթներ կավելանա, ինչ որ շաբաթներ չի ավելանա, էլի։ Ու հարցեր բանմանել կարաք ուղղակի չաթով գրեք, էլի, ինչպես միշտ